Ողջույն բոլորին, փետրվարի 17-ին տեղի կունենա արևի խավարում, օղակաձև խավարում է սա, 28 աստիճան ջրհոս նշանում, Հայաստանի ժամանակով դա տեղի կունենա ժամը 16:13 րոպե, կտևի 2 րոպե 19 վայրկյան։ Խավարման մասին դեռևս կլինեն էլի տեսանյութեր, որովհետև խավարումը այնպես չէ, որ հենց այդ օրն է ազդելու և վերջ։ Դուք դա կզգաք մոտավորապես 9 տարի, կզգաք տարի ու կես, մինչև ավարտվի այս խավարումը, այնպես որ այս խավարումը սկսվում է և ավարտվում է ամենաուշը 18 տարի։ Այս խավարումը բացում է խավարումների ամբողջական մի շարք, որը կազդի ջրհոս և առյուծ առանցքի վրա։ Ջրհոսն ու առյուծը գտնվում են միմյանց դիմաց, և խավարումները միշտ տեղի են ունենում հենց այսպիսի հակադիր նշանների միջև։ Պատճառը կարմայական լուսնային հանգույցներն են, որոնց միջոցով էլ ձևավորվում են խավարումները։ Մի քանի ամիս անց լուսնային կարմայական հանգույցները կտեղաշարժվեն, դրանք ցույց են տալիս, թե որ ուղղությամբ պետք է զարգանանք և ինչ ճանապարհով առաջ շարժվենք։ Հատկապես կարևոր է հյուսիսային հանգույցը ռախուն, որը շուտով կանցնի ձկներից դեպի ջրհոս։ Թեպետ ռախուն դեռ ամբողջությամբ չի մտել ջրհոսնշան, բայց խավարումները արդեն սկսվում են, քանի որ այդ կարմայական հանգույցների էներգիան արդեն ակտիվ է։ Լուսնային հանգույցները իրական մոլորակներ չեն, դրանք մաթեմատիկական կետեր են երկնքում, սակայն դրանք գործում են որպես ուժեղ էներգետիկ կենտրոններ կամ պորտալներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր կյանքի ընթացքի վրա։ Այս խավարումը նշանավորում է նոր փուլերի սկիզբ, հատկապես հասարակական կյանքի, ապագայի ծրագրերի և անձնական ինքնաարտահայտման թեմաներում։ Խավարումները իրականում շատ ուժեղ են ազդում։ Այն ոլորտներում, որտեղ տեղի են ունենում խավարումները, կյանքում սկսվում են փոփոխություններ և կոնկրետ իրադարձություններ։ Ուզենք թե չուզենք, այդ փոփոխությունները գալիս են, կամ մենք ինքներս ներսից պատրաստ ենք դառնում ինչ-որ փոփոխության, կամ եթե դեռ պատրաստ չենք, ապա տիեզերքը այնպես է դասավորում իրավիճակները, որ ստիպված ենք լինում որոշումներ ընդունել և փոխել մեր կյանքը։ Յուրաքանչյուրիս քարտեզում կա ջրհոսի նշանը, և այն ոլորտը, այն տունը, որտեղ ձեր անձնական հորոսկոպում գտնվում է ջրհոսը, հենց այդ ոլորտում էլ առաջիկա մոտ 2 տարվա ընթացքում տեղի կունենան կարևոր փոփոխություններ։ Փետրվարի 17-ի խավարումը միայն առաջինն է, այն բացում է մի ամբողջ շրջան, որի ընթացքում այդ թեմաները շարունակելու են զարգանալ և ակտիվ լինել ձեր կյանքում։ Ջրհոսում լինելու է ընդամենը 4 խավարում։ Հաջորդ խավարումը կլինի 2027 թվականի փետրվարի 6-ին, երրորդը 2027 թվականի օգոստոսի 17-ին և չորրորդը վերջինը 2028 թվականի հունվարի 26-ին, այնպես որ դեռևս կարող եք ևս լսել խավարումների մասին որոշ տեղեկություններ, որոնք որ ես կասեմ այս ալիքում։ Այսինքն մոտ 2 տարվա ընթացքում այս խավարումների շրջանը ամբողջությամբ կավարտվի։ Եթե հիմա ձեր կյանքում որևէ իրավիճակ է սկսվում, պետք է պատրաստ լինեք, որ այն կարող է զարգանալ և ձգվել մինչև 2028 թվականի հունվարի վերջը։ Սա իհարկե պարտադիր չէ, որ 100%-ով լինի, հնարավոր է ինչ-որ բան հիմա սկսվի, դուք արագ լուծեք, փոխեք և թեման փակվի։ Բայց շատ դեպքերում այդպիսի գործընթացները զգացվում են ամբողջ 2 տարվա ընթացքում։ Օրինակ, կարող է տեղափոխությունը տևել մոտ 2 տարի, մինչև վերջապես հաստատվեք նոր վայրում, կամ ամուսնության կամ ամուսնալուծության գործընթացը ձգվի այդքան ժամանակ, կամ հիմա ծանոթանաք ինչ-որ մեկի հետ, իսկ 2 տարի անց լինի հարսանիք։ Այսինքն սկզբում սկսվում է գործընթացը, իսկ վերջնական այդ արդյունքը կարող է լինել հենց 2 տարի անց։ Եվ հիմա կարևոր հարցն է, որ մոլորակներն են մասնակցում այս արևային խավարմանը, և ինչպես դա կարող է ազդել հենց մեզ բոլորիս վրա։ Իհարկե, ձեր ծննդյան օրը, եթե ձեր ծննդյան օրն է փետրվարի 17-ը և արևի խավարումը տեղի ունենում ուղիղ ձեր արևի վրա, դա շատ հզոր և կարևոր նշան է։ Իրականում դա շատ ուժեղ ազդեցություն ունի, նույնիսկ եթե ձեր ծննդյան օրը ընկնում է մոտավորապես փետրվարի 14-ից մինչև 20-ը, կարելի է ասել, որ այս խավարումը ուղղակիորեն ձեզ է վերաբերվում։ Այսպիսի դեպքերում ձեր կյանքում շատ շուտ ինչ-որ բան կփոխվի, կամ գուցե արդեն իսկ սկսում եք դա զգալ։ Խավարումները հաճախ
զգացվում են ոչ միայն հենց այդ օրը։ Երբեմն դրանց ազդեցությունը կարող է զգացվել 1 ամիս առաջ, իսկ երբեմն նույնիսկ 3 ամիս առաջ։ Սա շատ ուժեղ էներգետիկ շրջան է, որը մենք զգում ենք և առաջ, և հետո։ Սակայն ամենաուժեղ ազդեցությունն ունենում են խավարումից 3 օր առաջ և 3 օր հետո։ Այսինքն ամենակարևոր և հզոր օրերը կլինեն փետրվարի 14-ից մինչև 20-ը։ Եթե այս օրերին զգում եք ներքին լարվածություն, փոփոխության ցանկություն կամ անսպասելի իրադարձություններ, դա լիովին բնական է, սա նշան է, որ ձեր կյանքը պատրաստվում է նոր փուլ մտնել։ Հուսով եմ դուք բոլորդ կհանդիպեք ձեր սիրուն կամ կստանաք ամուսնության առաջարկ։ Փետրվարի 14-ից 20-ը կամ եթե ձեր ասցենդենտը գտնվում է ջրհոսի 28 աստիճանում, կամ դե լուսինն է գտնվում ջրհոսի 28 աստիճանում նույնիսկ, եթե դա 26-ից 30 աստիճան միջակայքում է, ապա այս խավարումը ձեզ վրա կազդի շատ ուժեղ և կոնկրետ ձևով, միգուցե հենց դուք ամուսնության առաջարկ ստանաք կամ արդեն ստացել եք։ Իհարկե մենք բոլորս էլ կզգանք խավարման ազդեցությունը, բայց եթե այն ճշգրիտ ընկնում է ձեր անձնական քարտեզի վրա, դա կարող է լինել իսկապես շրջադարձային։ Ամենակարևորը մի դիմադրեք խավարման գործընթացին։ Խավարումը նման է նրան, երբ տիեզերքը կամ ձեր պահապան հրեշտակը ձեզ մեղմ բռնում է և ասում է՝ գիտես, շեղվել ես քո ճանապարհից, գնա այս ճանապարհով, որը որ քո համար է նախատեսված։ Երբեմն խավարումները մեզ հեռացնում են այն մարդկանցից կամ իրավիճակներից, որոնք այլևս մեզ չեն ծառայեցնում և տանում են դեպի մեր իրական ուղին։ Հենց դրա համար էլ իրենք ուղղում են այդ ճանապարհը, որպեսզի մենք գնանք ճիշտ ճանապարհով։ Խավարման պահին մենք հաճախ դա չենք հասկանում։ Մեզ թվում է, թե ամեն ինչ փլվում է, չենք ուզում փոփոխություն, հարցնում ենք ինչու դա հենց ինձ հետ պատահեց։ Բայց հետո երբ անցնում է ժամանակը, 1-2 տարի, երբ խավարումների շրջանը ավարտվում է, մենք հետ ենք նայում ու մտածում. լավ է, որ դա տեղի ունեցավ, լավ է, որ ես չմնացի այդ մարդու հետ, ինչ լավ է, որ հիմա իմ կյանքը այսպիսին է։ Այսինքն այն, ինչ սկզբում թվում էր կորուստ կամ խնդիր, հետո պարզվում է, որ մեզ ուղղորդել է դեպի ավելի ճիշտ ու լավ ճանապարհ։ Դրա համար հետո հաճախ ասում ենք. լավ է, որ ինձ այս ժամանակ աշխատանքից ազատեցին, որովհետև հիմա ես ունեմ իմ սեփական և հաջողակ բիզնեսը։ Այսինքն վերջում ամեն ինչ դեպի լավն է տանում, պարզապես պետք է վստահել կյանքի հոսքին, վստահել ճակատագրին, վստահել տիեզերքին և շարժվել առաջ առանց դիմադրելու։ Իսկ հիմա ինչպիսի էներգիաներ են գործում։ Շատ ուժեղ էներգիաներ։ Ջրհոսի նշանում միանում են արևն ու լուսինը, նրանց հետ այնտեղ են նաև Պլուտոնն ու Մարսը։ Պլուտոնը մեծ փոփոխությունների և խորը վերափոխման մոլորակն է։ Երբեմն փոփոխությունը կապված չի լինում անձամբ ձեզ հետ։ Նա կարող է լինել համաշխարհային իրավիճակ, մեծ ընկերության փոփոխություն, որտեղ դուք աշխատում եք, կամ որևէ այլ լայն գործընթաց, որի մեջ դուք պարզապես հայտնվում եք։ Բայց Պլուտոնը միշտ բերում է լուրջ և խորը փոփոխություն։ Մարսը գործողության, ակտիվության մոլորակն է, երբեմն նաև կարող է ուժեղ լարվածություն կամ ագրեսիա բերել։ Բայց ամենակարևորը Մարսը պահանջում է քայլ անել, գործել, շարժվել առաջ։ Այսինքն փոփոխությունը ոչ միայն կգա, այլ նաև ձեզանից կպահանջի ակտիվ մասնակցություն։ Այս շրջանում պետք է ոչ միայն որոշում ընդունել, այլ իրական քայլ անել, պետք է գործել։ Բոլոր այս մոլորակները լարված կապի մեջ են Ուրանի հետ։ Սա ակտիվ, արագ գործողությունների միացում է։ Այսպիսի դիրքը ստիպում է արագ որոշում կայացնել, արագ արձագանքել և չհետաձգել։ Ինչու արագ, որովհետև Ուրանը արագության, հանկարծակի փոփոխությունների և անակնկալների մոլորակն է։ Նա գործում է ինչպես կայծակ, հանկարծ, կտրուկ, անսպասելի, որ չեք հասկանում ինչ եղավ։ Միևնույն ժամանակ Ուրանը լարվածության ինչ-որ պահ է բերում ձեզ։ Պատկերացրեք, մինչև այդ ներսում լարվածություն կա, սպասում եք, չգիտեք ինչ կլինի, հետո հանկարծ պատասխանը գալիս է, և լարվածությունը թուլանում է։ Ճիշտ չէ, որ երբ սպասում ենք պատասխանի և չգիտենք ինչ կլինի, դա շատ է լարում։ Իսկ երբ արդեն պատասխանը գիտենք, այն եթե մեզ դուր էլ չի գալիս, միևնույնն է, ավելի հանգիստ ենք, որովհետև այլևս սպասելու և անհանգստանալու կարիք չկա։ Օրինակ, սպասում եք վիզայի պատասխանին, նույնիսկ եթե պատասխանը ոչ է, միևնույն է, թեթևություն եք զգում, որովհետև արդեն պարզ է այդ իրավիճակը։
Այսինքն այս շրջանը կարող է բերել հանկարծակի պարզություն և արագ զարգացող իրադարձություններ, որոնք կթուլացնեն երկար կուտակված լարվածությունը։ Այս խավարումից հետո արդեն հնարավոր կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Դուք կսկսեք ավելի հստակ հասկանալ, ինչ պետք է անել, ինչ որոշումներ պետք է կայացնել, ինչ ուղղությամբ շարժվել։ Խավարումների ամբողջական ցիկլը տևում է մոտ 18.5 տարի։ Կա նաև կեսցիկլ, մոտ 9 տարի, երբ իրադարձությունները կարող են հիշեցնել անցյալը։ Դրանք միշտ չէ, որ նույնությամբ են կրկնվում, բայց երբեմն լինում է շատ նման։ Օրինակ, եթե 18.5 տարի առաջ եղել է ամուսնալուծություն, կարող է կրկին նման թեմա բացվել։ Եթե եղել է ամուսնություն, նորից ամուսնություն։ Եթե երեխայի ծնունդ, կրկին երեխայի թեմա։ Բայց ավելի հաճախ նույն կյանքի ոլորտում են փոփոխություններ լինում, ոչ թե նույն իրադարձությունները բառացիորեն կրկնվում են ձեր կյանքում։ Այսինքն կարևոր է հիշել նախորդ նման խավարումը երբ էր և ձեր կյանքի որ ոլորտում էին փոփոխություններ տեղի ունենում։ Հնարավոր է հիմա կրկին նույն թեման է ակտիվանում, բայց արդեն նոր մակարդակով։ 1996 թվականի փետրվարի 16-ին խավարում էր։ Եթե հիշում եք այդ տարին, հատկապես եթե մի փոքր մեծ եք, հավանաբար լավ կհիշեք, թե ինչ էր կատարվում ձեր կյանքում, նաև այդ ժամանակ Սատուրնի ցիկլն էր խոյի նշանում։ Այդ խավարումը կարող է իր ազդեցությունը ցույց տալ ոչ միայն հենց այսօրը, այլ նաև մինչև 3 ամիս առաջ կամ մինչև 3 ամիս հետո։ Հետո նման խավարում եղավ նաև 2008 թվականի փետրվարի 18-ին։ Այդ տարի ընդհանուր առմամբ երկու խավարում եղավ ջրհոսի նշանում փետրվարի 18-ին և օգոստոսի 16-ին։ Հիշում եք 2018 թվականը, ես շատ լավ եմ հիշում, ես սկսել եմ իմ նոր գործունեությունը այդ թվականին։ Եվ բոլորն էին զարմացել իմ շուրջ, որ ես այդ թվականին որևէ գործողություն եմ սկսել։ Այդ ժամանակ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ էր։ Շատերի կյանքի վրա դա մեծ ազդեցություն ունեցավ։ Այսինքն խավարումները հաճախ համընկնում են կարևոր շրջադարձային իրադարձությունների հետ, թե անձնական, թե համաշխարհային մակարդակով։ Շատ հավանական է, որ այս տարի էլ կարող է ինչ-որ նոր գործընթաց սկսվել, հատկապես ֆինանսների հետ կապված։ Նմանատիպ խավարումներ եղել են նաև 2017 թվականի օգոստոսին և 2018 թվականի փետրվարի 15-ին։ Դա մոտ 8 տարի առաջ էր, այսինքն խավարումների դա համարվում է կես ցիկլը։ Փորձեք հիշել այդ ժամանակ ձեր կյանքում ինչ էր կատարվում, հատկապես ֆինանսների կամ կարիերայի ոլորտում։ Այս շրջանում հնարավոր են անսպասելի և արագ զարգացող իրադարձություններ, կարող է ձեր կյանքում նոր դեր հայտնվի, նոր պատասխանատվություն։ Սա մի քիչ նման է նրան, երբ ձեզ հանկարծ կանգնեցնում են սառույցի վրա և ասում սղա։ Գիտես սղալ թե ոչ, պետք է սովորես տեղում, արագ։ Եվ արդյունքում սովորում ես, հարմարվում ես, դուրս ես գալիս այդ իրավիճակից։ Կանգնում ես ոտքի։ Այսինքն կարող են լինել հանկարծակի փոփոխություններ, որոնք սկզբում շոկային են թվում, բայց իրականում ձեզ ուժեղացնում են և նոր փուլ են բացում ձեր կյանքում։ Խավարումների ամենակարևոր կանոնը հարմարվել նոր իրավիճակին, ինչ էլ որ տեղի ունենա, պետք է կարողանալ ընդունել փոփոխությունը և շարժվել առաջ։ Խավարումները միշտ չէ, որ միայն վատ իրադարձություններ են բերում, ոչ, կարող են լինել և դժվար և շատ լավ փոփոխություններ։ Այսպիսով փոփոխությունները կարող են լինել տարբեր, և փոփոխություն և նոր հնարավորություն, ամենակարևորը չկորցնել հավասարակշռությունը և հարմարվել նոր իրականությանը։ Հետաքրքիրն այն է, որ խավարումը տեղի ունենում ջրհոսի նշանում։ Ջրհոսը ունի երկու կառավարիչ մոլորակ, այսինքն երկու հիմնական ազդեցություն ունեցող մոլորակներ, դրանք են Սատուրնը և Ուրանը։ Այդ երկու մոլորակներն էլ միաժամանակ փոխում են իրենց նշանը, ինչը շատ հազվադեպ երևույթ է։ Եվ նրանք փոխում են ոչ միայն նշանը, այլ նաև իրադարձությունների էներգիան և նույնիսկ տարերքը, ինչի պատճառով կյանքի տարբեր ոլորտներում կարող են զգալի փոփոխություններ լինել։ Վերջին 3 տարիներին Սատուրնը գտնվում էր ձկների նշանում, ավելի զգացմունքային էներգիայի մեջ։ Այդ շրջանը կապված էր հույզերի, ներքին ապրումների, զգացմունքների հետ, բայց հիմա Սատուրնը գրեթե խավարումների ժամանակ փոխում է նշանը և մտնում է խոյ նշան։ Այդ մասին տեսանյութերը կշարունակվեն, սիրելիներս, այնպես որ բոլոր նշանների համար կլինեն։ Նաև եւս Սատուրնի վերաբերյալ անպայման էլի նորից տեսանյութեր կլինեն, որովհետև 3 տարի է այն տևելու և դեռ ժամանակ ունենաք նայելու։
Եվ Սատուրնը այնտեղ կմնա մոտ 2 տարի։ Խոյը իհարկե գրակային նշան է, ակտիվ, մարտական գործողության նշան է։ Սա Մարսի նշանն է, իսկ Մարսն էլ կարևոր դեր ունի այս խավարումներում։ Այսպիսով Սատուրնի ուղերձը հիմա պարզ է, պլանավորեք, գործեք, քայլեր ձեռնարկեք։ Եթե նախկինում շեշտը ավելի շատ ներքին ապրումների վրա էր, հիմա ժամանակն է արտաքին գործողությունների, առաջիկա 2 տարիները ավելի ակտիվ և նախաձեռնողական կլինեն ձեզ համար։ Ուրանը նույնպես փոխում է նշանը, վերջին 7 տարիներին նա եղել է ցուլ նշանում, ցուլը երկրային, կայուն, նյութական արժեքների և կուտակումների նշան է։ Բայց Ուրանը իր բնույթով սիրում է անակնկալներ, արագ փոփոխություններ, հանկարծակի շրջադարձներ։ Ցուլի ավելի հանգիստ և կայուն էներգիայի մեջ նա մի փոքր կաշկանդված էր, փակվել էր և ուզում էր պորտկալ, դրա համար ինչ ասես տեղի ունեցան այս տարիների ընթացքում։ Այսինքն այժմ, երբ մոլորակները փոխում են իրենց դիրքերը, սկսվում է նոր, ավելի արագ և ակտիվ փուլ։ Ցուլը երկրային նշան է և ավելի կայունացնում էր Ուրանին, նրան մի քիչ պահում էր սահմանների մեջ, բայց հիմա իրավիճակը փոխվում է։ Ուրանը առաջիկա 7 տարիների համար փոխում է նշանը։ Պաշտոնապես դա տեղի կունենա ապրիլին, բայց մենք արդեն զգում ենք այդ էներգիայի ալիքները։ Ուրանը մտնում է եկվորյակ նշան, օդի տարերքի նշան։ Սա տեղեկատվության, շփումների, ծանոթությունների, ճանապարհորդությունների և թռիչքների նշան է։ Ուրանի բնույթն ինքնին կապված է անակնկալների, արագ փոփոխությունների և նորարարության հետ։ Իսկ օդային միջավայրում նա կլինի իր տարերքում, այսինքն առաջիկա 7 տարիներին փոփոխությունները կարող են լինել շատ արագ, ինտենսիվ և կապված տեղեկատվության ու տեխնոլոգիաների հետ։ Դե կարող են նաև օդային որևիցե նոր տրանսպորտ հորինել։ Բացի այդ, ջրհոսը նույնպես օդային նշան է և համարվում է նորության ու նոր տեխնոլոգիաների նշան։ Հետևաբար առաջիկա մոտ 2 տարիներին կարող ենք տեսնել մեծ առաջընթաց և ակտիվ զարգացում նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Կարծում եմ 2 տարի հետո աշխարհը դժվար կլինի ճանաչել։ Այնքան նոր բաներ կարող են հայտնվել, որ նույնիսկ հիմա դժվար է պատկերացնել։ Արդեն այսօր գրեթե ամեն օր ինչ-որ նոր բան է ստեղծվում։ Կարծես խավարումները, որոնք կապված են նոր տեխնոլոգիաների, նոր մտածողության և նոր տեղեկատվության հետ, միահյուսվում են այս կրակային, ակտիվ Սատուրնի և օդային փոփոխություններ բերող Ուրանի էներգիայի հետ։ Ես կարծում եմ, որ առաջիկա 2 տարիներին մեզ շատ բացահայտումներ են սպասվում և այդ գործընթացը սկսվում է հենց հիմա։ Միևնույն ժամանակ այն ամենը, ինչ արդեն հնացած է կամ խանգարում է առաջընթացին, աստիճանաբար կքանդվի և կվերանա։ Խավարումների ազդեցությունն այդպիսին է, դրանք հեռացնում են այն, ինչ այլևս պետք չէ, որպեսզի տեղ բացվի նորի համար։ Այստեղ այլևս պահպանողական լինելու կարիք չկա։ Մենք մարդիկ սովոր ենք կառչել նրանից, ինչը մեզ ծանոթ ու հարմար է թվում, բայց հիմա պետք է սովորենք թողնել հինը։ Կլինեն իրավիճակներ, երբ դա պարզապես անհրաժեշտ կլինի։ Իսկ հիմա անցնենք կենդանակերպի նշաններին։ Երբ նայում եք կանխատեսում, ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր արևային նշանին, այլ նաև ասցենդենտին և լուսնի նշանին։ Որոշ մարդկանց մոտ այս երեքը կարող է համընկնել։ Օրինակ, եթե ծնվել եք նորալուսնի օրը և արևածագին մոտ, ապա արևը, լուսինը և ասցենդենտը կարող են լինել նույն նշանում, բայց մարդկանց մեծ մասի մոտ դրանք 3 տարբեր նշաններ են։ Այդ պատճառով նայեք ձեր 3 նշաններին, հենց դրանց միջոցով կհասկանաք, թե կյանքի որ ոլորտում են ձեզ սպասվում փոփոխություններ։ Իհարկե, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն ջրհոսները և առյուծները։ Առյուծը ջրհոսի դիմադիր նշանն է, դիմացի նշանն է, և հենց դուք եք այս խավարման և ամբողջ խավարումների շարքի հիմնական հերոսները։ Ձեզ մոտ փոփոխությունները հատկապես կարտահայտվեն հարաբերությունների ոլորտում և շրջապատի փոփոխության թեմայով։ Եվ ովքեր որ գիտեն, թե որտեղ է գտնվում իրենց քարտեզում ջրհոս նշանը և հատկապես ջրհոսի վերջին նշանը, վերջին աստիճանները, ապա նայեք միմիայն այդ տան մասին կանխատեսումը։ Իսկ մենք կսկսենք կենդանակերպի նշանների մասին։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, բայց իհարկե լավ կլինի, որ լսեք այս սկիզբը և հետո նոր շարունակեք ձեր կենդանակերպի նշանի կանխատեսման լսումը։ Եվ այսպիսով խոյեր, ձեր կյանքում հիմա իսկապես մեծ փոփոխություններ են սկսվում։ Վերջերս Նեպտունը մտել է ձեր նշան, դրանից հետո Սատուրնը, իսկ շուտով էլ լինելու է
ձեր խավարումը, ձեր նշանում։ Այդ խավարումը տեղի ունենում ձեր 11-րդ տանը, որը կապված է սոցիումի, ընկերների եւ շրջապատի հետ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես եք դուք ներկայանում հասարակության մեջ եւ ում հետ եք շփվում։ Քանի որ սա արևային խավարում է, այն սովորաբար բերում է նոր սկիզբ։ Այդ պատճառով ձեր կյանքում կարող են հայտնվել նոր ընկերներ կամ կարող է փոխվել ձեր շրջապատը։ Հնարավոր է նաև որ սկսեք աշխատել նոր թիմում, քանի որ 11-րդ տունը կապված է նաև խմբերի, թիմերի եւ համախոհ մարդկանց հետ։ Դա կարող է լինել նույնիսկ հոբիի միջոցով, օրինակ կարող եք սկսել պարել, միանալ որևէ խմբի եւ մասնակցել մրցույթների կամ միջոցառումների, ձեր թիմի հետ։ Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական խումբը կամ բացել օրինակ սպորտային դահլիճ, որտեղ մարդիկ կմասնակցեն խմբային դասերի։ Հնարավոր է նաև, որ սկսեք աշխատել ինքնուրույն, այդ դեպքում կունենաք ձեր ենթակաների խումբը կամ համախոհների շրջանակը, օրինակ կարող եք կազմակերպել որևիցե ինչ-որ տեղեր հանգստանալու համար, հավաքեք մարդկանց եւ աշխատեք խմբերով։ 11-րդ տունը կապված է նաև ինտերնետի, սոցիալական ցանցերի եւ հեռավար աշխատանքի հետ, այսինքն այն ամենի, ինչ արվում է օնլայն։ Այս ոլորտում դուք կարող եք առաջիկա 2 տարիների ընթացքում զարգացնել շատ լավ հեռավար որևէ բիզնես։ Հնարավոր է նաև որ պարզապես անցնեք հեռավար աշխատանքի։ Եթե աշխատում եք որևէ ընկերությունում, ընկերությունը կարող է ձեզ տեղափոխել հեռավար ինչ-որ ռեժիմի։ Այդ դեպքում ձեր շփման շրջանակը կփոխվի։ Որոշ ընկերների հետ ձեր ճանապարհները կարող են բաժանվել, բայց փոխարենը կհայտնվեն շատ նոր ընկերներ, հնարավոր է նաև ազդեցիկ եւ կարևոր ծանոթություններ։ Այստեղ կարող են ներգրաված լինել նաև հարազատները։ Հնարավոր է որ հայտնվեն նոր հարազատներ կամ դուք մասնակցեք ինչ-որ որևէ բիզնեսի միջոցառմանը ձեր ազգականներից որևիցե մեկի հետ կամ որոշեք բիզնես բացել որևէ սոցցանցերում եւ ձեր ազգականներից որևէ մեկի հետ։ Իսկ հիմա ինչ են անում Սատուրնը եւ Ուրանը, որոնք կառավարում են այս խավարումը։ Սատուրնը մտնում է ձեր նշան եւ դա ուժեղ ազդեցություն կունենա ձեր անհատականության վրա։ Նույնիսկ արտաքին տեսքի կարող եք սկսել նիհարել, փոխել հագուստի ոճը կամ զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Հնարավոր է նաև փաստաթղթերի փոփոխություն, օրինակ ազգանվան փոփոխություն կատարեք։ Դուք ավելի շատ կսկսեք նախապես պլանավորել ձեր քայլերը, այլ ոչ թե գործել ինքնաբուխ։ Սա կարևոր կլինի առաջիկա 2 տարիներին։ Իսկ Ուրանը դուրս է գալիս ձեր ֆինանսների տան երկրորդ տնից, այդ որը կոչվում է ֆինանսների տունը։ Եվ դրա արդյունքում ֆինանսական իրավիճակը կարող է զգալիորեն թեթևանալ։ Ուրանը մտնում է ձեր 3-րդ տուն, մոտ 7 տարով։ Այս տունը կապված է շփման, ծանոթությունների, կապերի եւ ուսման հետ։ Կարող են ակտիվանալ դասընթացները, նոր գիտելիքներ ստանալը կամ համախոհների թեման։ Հնարավոր է որ սկսեք մասնակցել սեմինարների, մրցույթների, ցուցահանդեսների կամ այլ միջոցառումների, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, քանի որ խավարումը տեղի ունենում 11-րդ տանը։ Դա եւս ընդգծում է մեծ հավաքների եւ հասարակական միջոցառումների թեման։ Գուցե ձեր աշխատակցին կամ աշխատանքից սկսեն ձեզ հաճախ ուղարկել նման միջոցառումների, կամ դուք սկսեք հանրային ելույթներ ունենալ, հանդես գալ որպես ինչ-որ առաջնորդ, խոսել բեմից մեծ լսարանի առջև։ Ձեր շփումների քանակը զգալիորեն կավելանա։ Կարող է լինել նաև, որ սկսեք վարել վեբինարներ կամ օնլայն հանդիպումներ։ Ուրանը այս շրջանում կօգնի ձեզ բացահայտել նոր հմտություններ, նոր մեթոդներ եւ ժամանակակից տեխնիկաներ։ Հնարավոր է, որ սկսեք գիրք գրել կամ սովորել նոր լեզու։ Ընդհանրապես առաջիկա 2 տարիներին ուսման եւ ինքնազարգացման թեման ձեզ մոտ շատ ակտիվ կլինի։ Կարող եք զգալ, որ դուք ներքուստ փոխվում եք, ձեռք եք բերում շատ նոր հմտություններ եւ ձեր կյանքում կլինի շատ շփում տարբեր մարդկանց հետ։ Էլ ինչ կարող է լինել։ 11-րդ տունը կապված է նաև սիրո, ստեղծագործության եւ երեխաների թեմաների հետ։ Հնարավոր է, որ ընկերները կամ հարազատները ձեզ ծանոթացնեն ինչ-որ մեկի հետ։ Կարող է նաև լինել, որ ձեր կյանքում հայտնվի երեխա։ Ընդհանուր առմամբ այս շրջանում ակտիվանում են սերը, ստեղծագործական էներգիան եւ երեխաների թեման։ Կարող եք նաև ծանոթանալ որևէ մեկի հետ, ով արդեն իսկ ունի երեխա։ Կարող եք բացել նոր սոցիալական էջ եւ զբաղվել ձեր գործունեությամբ կամ ձեր հոբիները դարձնել որպես ձեզ համար բիզնես։ Հարգելի ցուլեր, ձեզ մոտ լինելու է 10-րդ տանը։
10-րդ տունը կապված է կարիերայի, մասնագիտական նպատակների և ձեռքբերումների հետ։ Անցնող 2 տարիների ընթացքում ձեր աշխատանքի ու կարիերայի ոլորտում հնարավոր են փոփոխություններ։ Օրինակ, կարող եք սկսել ինքնազբաղվածությամբ աշխատել, դուք ինքներդ ձեզ համար։ Կարող է լինել բարձրացում ձեր աշխատավայրում։ Կարող է փոխվել աշխատավայրն ու տեղափոխվեք մեկ այլ ընկերություն։ Կարիերայի նպատակները կամ ղեկավարությունը կարող են փոխվել։ Կարող եք որոշել լրիվ նոր մասնագիտություն ստանալ ու նոր ուղի ընտրել։ Բոլորովին նոր պաշտոն կամ ղեկավար դիրք կարող է առաջարկեն ձեզ։ 10-րդ տունը նաև ձեր սոցիալական կարգավիճակի հանրային դիրքի տունն է։ Այս 2 տարիների ընթացքում հնարավոր է, որ փոխվի ձեր կարգավիճակը կամ հեղինակությունը աշխատանքային ոլորտում։ Այս շրջանում հնարավոր է կյանքի կարգավիճակի փոփոխություն։ Օրինակ, կարող եք ամուսնանալ կամ բաժանվել, կարող եք երեխա ունենալ և դառնալ ծնող, կարող եք դառնալ սեփական բիզնեսի տեր, բայց առաջիկա 2 տարիների հիմնական թեման կլինի ձեր տեղը հասարակության մեջ։ Այսինքն, ինչ աշխատանք եք անում, ինչ նպատակներ ունեք, ինչ կերպար ունեք շրջապատի աչքերում։ 10-րդ տունը կապված է նաև ամբիցիաների և ձեռքբերումների հետ։ Այս ընթացքում դուք կարող եք մրցանակ ստանալ, հաղթել մրցույթում, պաշտոնապես գնահատվել ձեր աշխատանքի համար։ Սա նաև հանրային ճանաչման շրջան է։ Ձեզ կարող են ավելի հաճախ նկատել, ձեր մասին գրել, հարցազրույց վերցնել կամ նույնիսկ ձեր լուսանկարը հայտնվի ամսագրում։ Կարծես ձեզ դնում են լույսի տակ, և դուք դառնում եք ավելի տեսանելի և կարևոր հասարակության մեջ։ Այստեղ մեծ դեր ունեն Սատուրնն ու Ուրանը, այն մոլորակները, որոնք ղեկավարում են այս թեմաներ։ 10-րդ տունը նաև կապված է հոր հետ, ուստի այս շրջանում հնարավոր են կարևոր իրադարձություններ նրա կյանքում։ Օրինակ, նա կարող է ամուսնանալ կամ բաժանվել, նրա մոտ կարող է երեխա ծնվել կամ նա կարող է բարձրացում ստանալ աշխատանքում, այս ամենը նույնպես կարող է անդրադառնալ ձեզ վրա։ Ինչ են անում ընդհանրապես Սատուրնն ու Ուրանը այս խավարման ժամանակ։ Սատուրնը մտնում է ձեր 12-րդ տուն։ 12-րդ տունը կապված է անցյալի հետ։ Սա մաքրումի և մաքրման և փակման շրջան է։ Սատուրնը կարծես ձեզ կվերադարձնի անցյալ, որպեսզի դուք ավարտեք հին պատմությունները, ազատեք ձեզ ավելորդ բեռից, բուժեք ձեր հոգին և նորից ճանաչեք ինքներդ ձեզ։ Սա ներքին խորը գործընթաց է, երբ մարդը քանդվում է ներսից, որպեսզի նորից հավաքվի։ Օրինակ, երբ Սատուրնը անցնում է ձեր 12-րդ տնով, այս ամենը կարող է ձեզ վերադարձնել անցյալ, հիշեցնելով այնպիսի իրադարձություններ, որոնք նույնիսկ մոռացել եք, որ եղել են ձեր կյանքում։ Դուք կարող եք վերաիմաստավորել ու վերանայել այդ հիշողությունները։ Հնարավոր է, որ անցյալը կապ ունենա նաև արտասահմանի, արխիվների կամ նույնիսկ տեղափոխության թեմաների հետ։ Չի բացառվում, որ մտածեք ուրիշ երկիր կամ քաղաք տեղափոխվելու մասին։ Ուրանը 7 տարի գտնվել է ձեր նշանում և մեծ փոփոխություններ է բերել շատ ցուլերի կյանքում։ Շատերի մոտ փոխվել են հարաբերությունները, եղել են ամուսնություններ, բաժանումներ կամ այլ լուրջ փոփոխություններ։ Այդ շրջանը հաճախ ուղեկցվել է անկայունությամբ։ Այժմ Ուրանը վերջապես դուրս է գալիս ձեր նշանից։ Նա կրկին ցուլ կվերադառնա միայն 84 տարի հետո։ Սա նշանակում է, որ այդ փոփոխություններով լի փուլը ավարտվում է։ Առաջիկա 7 տարիներին Ուրանը կմտնի ֆինանսների ոլորտ և ձեր կյանքում հիմնական փոփոխությունները կապված կլինեն գումարի, եկամուտների և նյութական կայունության հետ։ Ձեր ֆինանսական համակարգը կսկսի փոխվել, կփոխվի այն, թե ինչպես եք գումար վաստակում, ինչով եք վաստակում, որն է ձեր եկամտի աղբյուրը և ինչ մակարդակի է ձեր աշխատավարձը։ Փոփոխությունները կվերաբերեն նաև ձեր ինքնագնահատականին։ Ինչն է ձեզ համար արժեքավոր, որքան եք գնահատում ինքներդ ձեզ և ինչ գին եք դնում ձեր աշխատանքի կամ ծառայությունների համար, օրինակ ձեր հաճախորդների համար սահմանված արժեքը։ Խավարումը կարիերայի և մասնագիտական ոլորտում, ինչպես նաև Ուրանի մուտքը ֆինանսների ոլորտ, ցույց են տալիս, որ աշխատանքը և եկամուտները շատ սերտորեն կապված են լինելու միմյանց հետ։ Այս փոփոխությունները կարող են լինել անսպասելի, բայց կարևոր։ Ուրանը ֆինանսների ոլորտում կմնա մոտ 7 տարի, և այդ ընթացքում ձեր եկամուտների և արժեքների համակարգը կարող է ամբողջությամբ
վերափոխվել։ Հարգելի եկվորյակներ, խավարումը ձեր հորոսկոպի 9-րդ տանն է լինելու։ 9-րդ տունը կապված է աշխարհայացքի ընդլայնման հետ։ Սա ճանապարհորդությունների, արտասահմանի, կրթության և նոր փորձությունների, փորձառությունների ոլորտն է։ Մոտակա 2 տարիներին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 7 տարվա ընթացքում դուք կարող եք ավելի շատ ճանապարհորդել։ Ուրանը մտնում է ձեր նշան 7 տարով, իսկ Ուրանը կապված է արագության, թռիչքների, ինքնաթիռների և կյանքի տեմպի աճի հետ։ Ձեր կյանքի ռիթմը կարող է զգալիորեն արագանալ։ Իսկ 9-րդ տունը միայն ճանապարհորդությունը չէ, այն կարող է նշանակել նաև արտագաղթ, այլ երկիր տեղափոխվել, մշտական բնակության կամ քաղաքացիության փաստաթղթերի ձևակերպումը։ Այդ գործընթացը իհարկե կարող է տևել մոտ 2 տարի, քանի որ խավարման ազդեցության շրջանը մոտավորապես այդքան է։ Կարող են փոխվել նաև ձեր հավատալիքները և համոզմունքները, գուցե վերանայեք այն, ինչին նախկինում հավատում էիք, հնարավոր է նույնիսկ փոխեք կրոնը, օրինակ կարող եք ամուսնանալ այլ կրոնի պատկանող մարդու հետ։ Արտասահմանյան թեմաները ընդհանուր առմամբ ակտիվանում են, և հնարավոր է ծանոթանաք օտարերկրացու հետ, ձեր բիզնեսը դուրս գա միջազգային շուկա, ձեր ընկերությունը ապրանքներ վաճառի, կամ դուք ինքներդ եթե ինչ-որ գործեր եք անում այլ երկրներում, բացեք մասնաճյուղեր արտասահմանում կամ ունենաք ավելի շատ արտասահմանյան մատակարարներ։ Նաև հնարավոր է սկսեք սովորել օտար լեզու, օրինակ, եթե ձեր սիրելին այլ երկրից է։ Հնարավոր է, որ հաճախ սկսեք թռչել տարբեր երկրներ կամ ունեցվածք ձեռք բերեք արտասահմանում և ապրեք 2 երկրների միջև։ Ընդհանուր առմամբ արտասահմանի թեմաները կարող են դառնալ ձեր կյանքի կարևոր մասը։ 9-րդ տունը կապված է աշխարհայացքի ընդլայնման հետ։ Դուք կարող եք սկսել համեմատել կյանքը տարբեր երկրներում, հասկանալով, թե ինչու այստեղ մի ձև է, իսկ այնտեղ ուրիշ ձև։ Այս թեմաները եկվորյակների համար կարող են դառնալ շատ ակտիվ և առօրյա կյանքի մեջ մտնեն։ Եթե արտասահմանը ձեզ չի հետաքրքրում և չեք ծրագրում ճանապարհորդել, ապա 9-րդ տունը կարող է արտահայտվել կրթության միջոցով։ Կարող եք սկսել սովորել, խորացնել գիտելիքները կամ փոխանցել ձեր փորձը ուրիշներին։ Հնարավոր է գրեք հոդվածներ կամ հրապարակումներ, ակտիվ լինեք սոցիալական ցանցերում, հրատարակեք գիրք, ստեղծեք ձեր սեփական նախագիծը, որն արդեն կարող է հասանելի դառնալ ավելի լայն, նույնիսկ միջազգային լսարանին։ Առաջիկա 2 տարիները կարող են դառնալ լավ հնարավորություն ձեր անունը կամ արտադրանքը դուրս բերելու ավելի լայն և գլոբալ մակարդակի։ Հնարավոր է, որ ձեր աշխատանքը կամ ստեղծագործությունը սկսեն հրապարակել տարբեր հարթակներում և ձեզ դիտեն կամ հետևեն տարբեր երկրներից մարդիկ։ Ձեր հետևորդների թիվը կարող է աճել, այդ թվում նաև արտասահմանից։ Կարող եք ինքներդ սկսել դասեր տալ, վեբինարներ անցկացնել կամ դառնալ ուսուցիչ, կիսվելով ձեր գիտելիքներով և փորձով։ 9-րդ տունը կապված է նաև իրավական հարցերի հետ։ Եթե սկսեք դատական գործընթաց, այն կարող է տևել մոտ 2 տարի։ Այս տունը նաև վերաբերում է թոռներին։ Ավելի հասուն տարիքում գտնվողների համար հնարավոր է թոռնուհի կամ թոռնիկ ծնվի։ Ուրանը մտնում է ձեր նշան, և ձեր կյանքը կդարձնի ավելի արագընթաց ու փոփոխական։ Կարող են լինել անսպասելի իրադարձություններ ու շրջադարձեր։ Հնարավոր է փոխեք ձեր անունը, ազգանունը, արտաքին տեսքը կամ ոճը։ Կարող են փոխվել նաև ձեր նպատակներն ու մտադրությունները։ Դուք կարող եք դառնալ ավելի ազատ, թեթև և համարձակ ձեր որոշումների, նույնիսկ զարմացնելով շրջապատին։ Շրջապատը նույնպես կարող է փոխվել, նոր մարդիկ կգան ձեր կյանք, իսկ որոշ հին կապեր կարող են ավարտվել։ Ձեր կյանք կարող են մտնել նոր մարդիկ այլ ազգությունների, այլ մշակույթների կամ ձեզանից տարիքով փոքր։ Սովորաբար Ուրանը բերում է ավելի երիտասարդ, առաջադեմ մտածողությամբ մարդկանց։ Միևնույն ժամանակ Սատուրնը, որը նույնպես կապված է այս խավարման հետ, փոխում է նշանը և մտնում է ձեր հորոսկոպի 11-րդ տուն։ 11-րդ տունը վերաբերվում է ընկերներին, շրջապատին, թիմին և այն մարդկանց խմբին, որի հետ աշխատում կամ շփվում եք։ Այստեղ նույնպես սպասվում են փոփոխություններ։ Որոշ ընկերներ կարող են հեռանալ, նոր մարդիկ կարող են հայտնվել ձեր կյանքում, կամ դուք ինքներդ կարող եք ստեղծել ձեր թիմը։ Հնարավոր է նաև, որ ստանձնեք դուք ինքներդ ղեկավարի դեր և առաջնորդեք որևէ խումբ կամ նաև
Համայնք։ Հարգելի խեցգետիններ, ձեզ մոտ ակտիվանում է հորոսկոպի 8-րդ տունը։ Սա հիմնականում կապված է ֆինանսների հետ, հատկապես ընդհանուր կամ համատեղ ֆինանսների։ 8-րդ տունը հաճախ ակտիվանում է հարաբերությունների փոփոխության ժամանակ։ Օրինակ, երբ բաժանվում եք, ֆինանսական իրավիճակը փոխվում է, եթե սկսում եք ապրել միասին կամ ամուսնանում եք, ձևավորվում են ընդհանուր ֆինանսներ։ Այս փուլում ձեր ֆինանսական վիճակը կարող է փոխվել հարաբերությունների պատճառով։ Բայց փոփոխությունները կարող են կապված լինել նաև աշխատանքի հետ։ Կարող է փոխեք աշխատանքը, սկսեք աշխատել ինքնուրույն, օրինակ հաճախորդներ ընդունել, խորհրդատվություններ անել, բարձրացնել ձեր ծառայությունների գինը կամ ստանալ ժառանգություն։ Այսինքն առաջիկա շրջանը կարող է զգալի ազդեցություն ունենալ ձեր ֆինանսական վիճակի վրա, հատկապես այն գումարների, որոնք կապված են ուրիշ մարդկանց կամ գործընկերության հետ։ 8-րդ տունը կապված է ժառանգության և ուրիշներից ստացվող գումարների հետ։ Առաջիկա 2 տարիներին կարող եք գումար ստանալ ներդրողից կամ ձեր ընկերներից։ Ժառանգությունը պարտադիր չէ, որ լինի հարազատից, այն կարող է լինել նաև այլ մարդուց, օրինակ հաճախորդից կամ որևէ մտերիմ մարդուց։ Ձեր եկամուտները կարող են փոխվել, նաև այն պատճառով, որ փոխվում են ձեր ամուսնու կամ կնոջ եկամուտները։ Քանի որ 8-րդ տունը վերաբերվում է ընդհանուր ֆինանսներին, այդ փոփոխությունները անմիջապես կազդեն նաև ձեզ վրա։ Ոմանց մոտ դա կլինի դրական, մյուսների մոտ ավելի բարդ։ Խավարումը կարող է տարբեր կերպ դրսևորվել։ Հնարավոր է նաև, որ ավարտվի որևէ դատական գործընթաց կամ գույքի բաժանում և արդյունքում ստանաք գումար։ Բացի այդ, այս շրջանը կարող է կապված լինել բիզնես գործընկերության կամ համատեղ ֆինանսական նախագծի հետ։ Այս խավարումը կարող է արտահայտվել բիզնես գործընկերության առաջարկներով կամ ներդրողների հետաքրքրությամբ։ Օրինակ, դուք կարող եք ունենալ լավ գաղափար և ինչ-որ մեկը ցանկանա ներդրում անել ձեր նախագծում, այդպես կարող է սկսվել հաջող համագործակցություն։ Բայց հնարավոր է նաև հակառակ տարբերակը։ Եթե ունեք համատեղ բիզնես, կարող եք որոշել դուրս գալ դրանից։ Կամ ձեր գործընկերը կարող է ասել, որ ցանկանում է դուրս գալ և առաջարկի, օրինակ, գնել իր բաժինը։ 8-րդ տունը հաճախ կապված է համատեղ ունեցվածքի և ընդհանուր գումարների հետ։ Հնարավոր է որոշեք ընկերոջ կամ գործընկերոջ հետ միասին գնել ինչ-որ գույք կամ ներդրում կատարել։ Ներդրումները նույնպես կապված են այս ոլորտի հետ։ Կարող եք գումարներ դնել հողի, անշարժ գույքի կամ որևէ բիզնեսի մեջ, որը կկառուցեք կամ կզարգացնեք միասին։ Այս շրջանը հիմնականում վերաբերում է ընդհանուր ֆինանսներին, համատեղ նախագծերին և գումարային հարաբերություններին։ 8-րդ տունը կապված է ոչ միայն ֆինանսների, այլ նաև մտերմության, վստահության և խորը հարաբերությունների հետ։ Այս շրջանում կարող են սկսվել շատ վստահելի և խորը կապ ինչ-որ մեկի հետ։ Դա կարող է լինել ուժեղ զգացմունքային նաև կամ նույնիսկ ինտիմ հարաբերություն։ 8-րդ տունը նաև միստիկայի և գաղտնի գիտելիքների ոլորտն է։ Առաջիկա 2 տարիներին կարող է աճել հետաքրքրությունը հոգևոր կամ խորհրդավոր թեմաների նկատմամբ։ Գուցե ցանկանաք զբաղվել մեդիտացիայով, էներգետիկ պրակտիկաներով, ուսումնասիրել անցյալ կյանքի թեման, բուսաբուժություն կամ տարբեր հոգևոր ծեսեր անցկացնեք կամ սովորեք։ Հնարավոր է ձեր կյանքում տեղի ունենա ինչ-որ խորհրդավոր կամ ուժեղ էներգետիկ փորձառություն, որը կթվա ճակատագրական կամ շատ խորքային։ Կարող եք նաև հանդիպել մի մարդու, ում հետ կապը կլինի շատ խորը, կարծես նրան ճանաչում եք վաղուց։ Ընդհանուր առմամբ այս շրջանը կարող է լինել ներքին վերափոխման, հոգևոր խորացման և ուժեղ զգացմունքային փորձառությունների ժամանակահատված։ 8-րդ տունը կապված է նաև հոգեբանության և հոգեբանական աշխատանքի հետ։ Այս շրջանում հնարավոր է սկսեք աշխատել հոգեբանի հետ, մշակել ձեր անցյալի վերքերը, լուծել հոգեբանական խնդիրներ և հասկանալ ձեր ներսի աշխարհը։ Սատուրնը և Ուրանը, որոնք ազդում են այս խավարման վրա, նույնպես կարևոր են։ Սատուրնը մտնում է ձեր հորոսկոպի 10-րդ տուն, կարիերայի, աշխատանքի և պրոֆեսիոնալ ոլորտի փոփոխությունների համար։ Միգուցե փոխեք ձեր աշխատանքը, նպատակները կամ նույնիսկ մասնագիտությունը։ Ուրանը մտնում է ձեր հորոսկոպի 12-րդ տուն, մոտ 7 տարի։ 12-րդ տունը կապված է միստիկայի, անցյալ կյանքերի, նոր տաղանդների բացահայտման և ինքնաճանաչման հետ։ Այս ընթացքում դուք կարող եք բացահայտել նոր ունակություններ, ճանաչել ինքներդ ձեզ և ազատվել անցյալի ծանր բեռից։
Այս փոփոխությունները նաև կազդեն ֆինանսների վրա։ Միգուցե սկզբում դժվար կթվա, թե ինչպես է դա կապված, բայց առաջիկա 2 տարիներին ձեր ֆինանսական վիճակը կարող է զգալիորեն բարելավել եւ հասնել նոր մակարդակի։ Այս շրջանը միաժամանակ ներքին աճի, բուժման, ինքնաճանաչման եւ պրոֆեսիոնալ վերափոխման ժամանակ է, որը նաև կբերի նյութական առաջխաղացում։ Հարգելի առյուծներ, ձեզ սպասվում է մեծ փոփոխություններ ձեր հարաբերություններում։ Ոմանց համար սա կարող է լինել կյանքի սիրո հանդիպում։ Կարող է թվալ, թե սիրահարվել եք առաջին հայացքից եւ զգաք, որ այդ մարդուն վաղուց եք ճանաչում, նույնիսկ նախորդ կյանքերից։ Մյուսների համար կարող է գալ գիտակցում, որ այլևս չեք ցանկանում շարունակել ներկայիս հարաբերությունները։ Հնարավոր են բաժանումներ, ամուսնալուծություններ կամ մի հարաբերությունից մյուսին անցում։ Որոշ դեպքերում կարող է բացահայտվել գաղտնիք ձեր զուգընկերոջ մասին, օրինակ պարզվի, որ հարաբերություններում կա նաև երրորդ մարդ։ Այս տեղեկատվությունը կարելի է ընկալել որպես հնարավորություն հասկանալու իրականությունը եւ որոշելու ինչ անել հետո։ Իսկ ոմանք կարող են ստանալ ամուսնական առաջարկ կամ նշանվել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ազնիվ եւ անկեղծ են ձեր հարաբերությունները, որքան են հիմնված սիրո վրա եւ որքան գիտակցաբար եք դուք երկուսով շարժվել այդ ճանապարհով։ Խավարումները բացահայտում են ճշմարտությունը։ Նրանք ոչինչ չեն հորինում, պարզապես ցույց են տալիս այն, ինչ կա իրականում։ Այս ընթացքում կարող է բացահայտվել հարաբերությունների իրական էությունը։ Կարող է նաև սկսվել սիրավեպ, որը կտևի մոտ 2 տարի, քանի դեռ շարունակվում է խավարումների այս շրջանը։ Նման հարաբերությունները հաճախ կոչվում են կարմայական, այսինքն ճակատագրական հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց պետք է հանդիպեիք։ Սակայն դա պարտադիր չէ, որ լինի ամբողջ կյանքի համար։ Ոմանց համար այո, կարող է լինել ամբողջ կյանքի համար։ Ոմանց համար մինչև հաջորդ խավարումը, օրինակ 9 տարի, իսկ ոմանց համար ընդամենը 2 տարի, փոխադարձ աջակցելու, իրար լավագույն հատկանիշները բացահայտելու եւ ներքին փոփոխություն ապրելու համար։ Երբեմն դա պարզապես կյանքի այս շրջանի համար նախատեսված պայմանագիր է տվյալ մարդու հետ։ Փոփոխություններ կլինեն նաև ձեր շրջապատում ընկերների, գործընկերների, կարող են նաև հայտնվել նոր ընկերներ։ Հնարավոր են կարևոր պայմանագրեր, բիզնես համագործակցություններ, համատեղ աշխատանք սկսելու առաջարկներ ստանաք։ Կարող են ավելանալ նաև նոր հաճախորդներ։ 7-րդ տունը կապված է հարաբերությունների, սիրո եւ ամուսնության հետ։ Սա այն թեման է, որն ամենից շատ հետաքրքրում մարդկանց։ Առույցներ, առաջիկա մոտ 2 տարիներին սիրային թեման ձեզ համար շատ կարևոր կլինի։ Հնարավոր է ակտիվ շրջան սիրո եւ հարաբերությունների ոլորտում։ Այս խավարումների վրա ազդեցություն ունեն նաև Սատուրնը եւ Ուրանը։ Դրանք համարվում են հակադիր բնույթի մոլորակներ, եւ դրա պատճառով ձեր կյանքում կարող են հայտնվել շատ տարբեր, նույնիսկ իրարից լիովին տարբերվող զուգընկերներ։ Սատուրնը սովորաբար խորհրդանշում է հասուն, լուրջ, պատասխանատու մարդկանց։ Հաճախ դա կարող է լինել ձեզանից տարիքով մեծ, բարձր դիրք ունեցող կամ ազդեցիկ մարդ։ Սատուրնը մտնում է ձեր հորոսկոպի 9-րդ տուն, որը կապված է արտերկրի, ճանապարհորդությունների եւ ընդհանուր առմամբ լայն աշխարհայացի հետ։ Սա նշանակում է, որ ձեր զուգընկերը կարող է լինել այլ մշակույթից կամ ազգությունից, ապրել նաև այլ երկրում։ Հնարավոր է նաև, որ դուք ինքներդ տեղափոխվեք արտերկրի, գնաք օտարերկիր, օրինակ ամուսնության պատճառով։ Կարող եք ամուսնությամբ ստանալ կացության իրավունք կամ նույնիսկ քաղաքացիություն։ Նաև հնարավոր է, որ ավելի հաճախ ճանապարհորդեք, թե սիրային հարաբերությունների, թե բիզնեսի պատճառով։ 9-րդ տունը առաջիկա 2 տարիներին ձեզ մոտ շատ ակտիվ կլինի, քանի որ Սատուրնը այնտեղ է։ Ուրանը իր հերթին հաճախ խորհրդանշում է տարիքով ավելի երիտասարդ զուգընկերների կամ մարդկանց, որոնք տարբերվում են ձեզանից ազգությամբ, կրոնով կամ մտածելակերպով։ Առուսներին հաճախ գրավում է ինչ-որ անսովոր, էկզոտիկ բան։ Ուրանը 7 տարի կմնա ձեր հորոսկոպի 11-րդ տանը, որը կապված է ընկերների, ծանոթությունների, սոցիալական շրջանակի եւ ապագայի ծրագրերի հետ։ Սա նշանակում է, որ ձեր շրջապատը կարող է զգալիորեն փոխվել եւ նոր կապերը կարող են մեծ դեր խաղալ ձեր կյանքում։
11-րդ տունը կապված է ընկերների, շրջապատի, սոցիալական խմբերի եւ այլ մարդկանց հետ, ում հետ շփվում եք։ Առաջիկա 7 տարիների ընթացքում Ուրանը այստեղ մեծ փոփոխություններ կբերի։ Ձեր շրջապատը կարող է զգալիորեն փոխվել։ Կարող են հայտնվել ազդեցիկ, ուժեղ կամ բարձր դիրք ունեցող նոր ընկերներ։ Մարդիկ, որոնց ներկայությունը ձեր կյանքում նախկինում անգամ չէիք պատկերացնի։ Հնարավոր է նաև, որ ձեր ամբողջ միջավայրը փոխվի, օրինակ տեղափոխության կամ արտագաղթի պատճառով։ Ամուսնության դեպքում կարող են հայտնվել նոր հարազատներ, նոր կապեր, նոր սոցիալական շրջանակ։ Այս շրջանը հիմնականում վերաբերում է հարաբերություններին, թե ուրիշների հետ, թե ինքներդ ձեզ հետ, քանի որ մյուս մարդիկ հաճախ մեր հայելին են։ Այս ընթացքում կարևոր կլինի նաև ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ։ Հարգելի կույսեր, ձեր հորոսկոպի 6-րդ տանն է տեղի ունենում խավարումը։ 6-րդ տունը կապված է աշխատանքի, առօրյա պարտականությունների, ծառայության եւ օգտակար լինելու հետ։ Այս խավարումը կարող է փոփոխություններ բերել ձեր աշխատանքի ոլորտում։ Օրինակ, կարող եք փոխել մասնագիտությունը, կարող եք ժամանակավորապես թողնել աշխատանքը։ Հնարավոր է նաև առաջիկա 2 տարիներին հիմնականում զբաղվեք ընտանիքով կամ ուղղակի մայրանակ եւ մայրությամբ զբաղվեք։ Երեխաներով զբաղվեք։ Կարող է ինչ-որ մեկը ձեզ ֆինանսապես աջակցի։ Կարող եք որոշել այլևս չաշխատել ուրիշի համար եւ սկսել սեփական բիզնես։ Կարող եք ստեղծել ձեր թիմը կամ բացել սեփական գործ, օրինակ սրահ կամ եւ այլն։ Այս ժամանակահատվածը կարող է բերել լուրջ փոփոխություններ ձեր աշխատանքի եւ առօրյա կյանքի մեջ։ 6-րդ տունը վերաբերվում է նաև ձեր ենթականերին եւ օգնականներին, թիմին եւ աշխատակիցներին։ Հնարավոր է օրինակ վերցնեք ասիստենտ, ստեղծեք ձեր թիմը, բացեք սեփական որևիցե սրահ, օրինակ վարսավիրանոց եւ այլն, ինչ որ մի բան եւ ընդունեք աշխատակիցներ։ Այս ժամանակահատվածը հարմար է նման քայլերի համար։ 6-րդ տունը նաև կապված է կենդանիների հետ, հնարավոր է ընտանի կենդանի պահեք, տեղափոխեք այլ վայր, բացեք ֆերմա կամ զբաղվեք կենդանիների բուծմամբ։ Բացի այդ 6-րդ տունը կապված է առողջության հետ, սննդակարգի, ռեժիմի, առօրյա սովորությունների եւ ֆիզիկական վիճակի հետ։ Առաջիկա 2 տարիներին մեծ ուշադրություն կդարձնեք ձեր առողջությանը։ Օրինակ, կարող եք սկսել մարզասրահ հաճախել կամ մարզվել որևէ մարզչի հետ։ Փոխել սննդակարգը, ինքներդ աճեցնեք բանջարեղեն եւ կանաչեղեն եւ դրանից օգտվեք։ Փոխեք բժշկին, սկսեք նոր դեղեր ընդունել։ Այսինքն, փոփոխություններ կարող են լինել աշխատանքի, կենդանիների եւ հատկապես առողջության ոլորտում։ Հնարավոր է, որ այս շրջանը կապված լինի նաև բժշկական միջամտությունների հետ, օրինակ պլաստիկ վիրահատություն կամ ատամների բուժում կամ շտկում անեք, եւ դա կարող է բավական ժամանակ խլել ձեզանից։ Առաջիկա 2 տարիներին կարող են փոխվել ոչ միայն ձեր առողջական վիճակը, այլ նաև ձեր սովորությունները եւ կենսակերպը։ Դա ձեզ համար շատ կարեւոր թեմա կդառնա։ Օրինակ կարող եք թողնել ծխելը, նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, ավելի շուտ քնել, սկսել մեդիտացիա կամ յոգա, ավելի ակտիվ զբաղվեք սպորտով։ Սովորությունների այս փոփոխությունները կարող են լինել տարբեր պատճառներով։ Օրինակ, կարող եք աշխատանքի անցնել նոր միջավայր, որտեղ բոլորը զբաղվում են առողջ ապրելակերպով, կամ ամուսնանաք եւ ձեր ամուսինը հաճախի մարզասրահ, իսկ դուք սկսեք նրա հետ գնալ։ Այսինքն առաջիկա տարիներին ձեր առօրյան եւ սովորությունները կարող են էականորեն փոխվել։ Հնարավոր է, որ ձեր արդեն մեծ երեխաները առանձին ապրեն։ Եթե նախկինում ամեն օր ամբողջ ընտանիքի համար էիք ինչ-որ բաներ պատրաստում, հիմա կարող եք փոխել ձեր սովորությունները եւ պատրաստել այնպես, ինչպես ձեզ է հարմար։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց գլխավորն այն է, որ դուք հնարավորություն ունեք բարելավել ձեր առողջությունը, կարգավորել ձեր առօրյան, ավելի ճիշտ եւ հավասարակշռված սնվել, ընդհանուր առմամբ հավասարակշռել ձեր կյանքը։ Հնարավոր է նաև, որ ձեր ֆինանսական վիճակը լավանա։ Ամուսինը կարող է ավելի շատ վաստակել, կամ դուք կարող եք ավելի շատ հաճախորդներ ունենալ եւ ավելացնել ձեր եկամուտը։ Դրա շնորհիվ կկարողանաք ավելի շատ բան թույլ տալ ձեզ։ Օրինակ, մասնակցել որևիցե ինչ-որ հետաքրքիր միջոցառումների կամ որևիցե բժշկական միջամտությունների, կամ այնտեղ գնաք մասաժների,
Գնանք որից առողջարան կամ զբաղվեք ձեր ներքին և ֆիզիկական հավասարակշռությամբ։ Բացի այդ, 6-րդ տոնը կապված է նաև որևէ կարևոր հարցի կամ խնդրի լուծման հետ։ Հնարավոր է, որ մի հարց, որը երկար ժամանակ լուծում չէր ստանում, այժմ վերջապես լուծվի։ Այդ հարցը կարող է կապված լինել հարազատների, նախկին զուգընկերոջ կամ որևէ այլ մարդու հետ։ Դա կարող է լինել վերջնական արդյունք, ինչ-որ երկար գործընթացի ավարտ, օրինակ ժառանգության ստացում, գումար, որը ձեզ պարտք էին վերադարձնել, բիզնեսի կամ գույքի բաժանում կամ դատարանի որոշմամբ ստացված գումար։ Այստեղ Սատուրնը նաև դեր է խաղում այս խավարման ժամանակ, որը մտնում է ձեր 8-րդ տուն, ընդհանուր ֆինանսների ոլորտ։ 8-րդ տունը կապված է ընդհանուր բյուջեի, ամուսնու կամ կնոջ եկամուտների, համատեղ բիզնեսի, ժառանգության և փոխհատուցումների հետ։ Այդ պատճառով հնարավոր է առաջիկա 2 տարիներին ստանաք որոշակի գումար կամ ֆինանսական արդյունք նման հարցերից։ Միաժամանակ Ուրանը մտնում է հորոսկոպի 10-րդ տուն, կարիերայի և հասարակական կարգավիճակի ոլորտ։ Սա կարող է բերել փոփոխություններ ձեր կարգավիճակում կամ մասնագիտական կյանքում։ Ուրանը այնտեղ կմնա մոտ 7 տարի, ինչը նշանակում է, որ կարիերայի ոլորտում կարող են լինել երկարաժամկետ և կարևոր փոփոխություններ։ Այս փոփոխությունները կարող են ձեզ ազատել ինչ-որ ծանր պարտականությունից կամ պաշտոնից, որը ձեզ համար արդեն շատ դժվար էր։ Ձեր կարգավիճակը կարող է փոխվել և դառնալ ավելի թեթև ու հարմար։ Օրինակ, կարող եք փոխել բիզնեսը և զբաղվել ավելի հեշտ գործով, ունենալ ավելի քիչ ծանրաբեռնվածություն, ունենալ ավելի շատ ազատ ժամանակ, բայց միևնույն ժամանակ ավելի լավ վաստակել։ Հնարավոր է նաև, որ ձեր կարիերան ամբողջությամբ փոխվի։ Եթե նույնիսկ այս խավարումների ընթացքում ձեզ ազատեն աշխատանքից, չպետք է անհանգստանաք։ Դա կարող է լինել քայլ դեպի ավելի լավ աշխատանք կամ ավելի հաջող բիզնես։ Բացի այդ, հնարավոր է անսպասելի կարգավիճակի փոփոխություն անձնական կյանքում։ Օրինակ, կարող եք իմանալ, որ դառնալու եք տատիկ կամ ստանալ անսպասելի ամուսնության առաջարկ։ Այս ամենը նշանակում է առաջիկա շրջանում հնարավոր են կարևոր և երբեմն անսպասելի փոփոխություններ ձեր կարգավիճակում և կյանքում։ Այսինքն, հնարավոր է նաև, որ անսպասելի որոշեք բաժանվել։ Հանկարծ հասկանաք, որ այլևս չեմ ուզում այսպես շարունակել։ Հիմա անցնենք կշեռքներին։ Ձեզ մոտ խավարումը սկսվում է հորոսկոպի 5-րդ տանը։ 5-րդ տունը կապված է ուրախության, հաճույքի, սիրո և ստեղծագործության հետ։ Այս շրջանի հիմնական ուղերձը կարող է լինել ավելի շատ վայելել կյանքը։ Օրինակ, ես իմ հայելի վրա գրել եմ վայելիր և հաճույք ստացիր։ Սա օգնում է, որովհետև հաճախ առավոտյան սկսում ենք մտածել. իսկ եթե չստացվի, իսկ եթե սխալ որոշում ընդունեմ, արժե համաձայնվել, թե ոչ։ Մենք հաճախ անհանգստանում ենք ապագայի մասին և նույնիսկ նույն մտքերը պտտվում այդպես մեր գլխում։ Բայց երբ տեսնում ես այդ գրառումը վայելիր յուրաքանչյուր պահը, կանգ եմ առնում, ժպտում և ասում ինձ բավական է ավելորդ մտածես, զբաղվիր քո գործերով։ Այսինքն, կշեռքների համար այս շրջանը հիշեցում է ավելի քիչ անհանգստանալ և ավելի շատ ապրել ու վայելել ներկա պահը։ Ուղղակի վայելիր պահը։ Այժմ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա, կստացվի, թե չի ստացվի, դա հիմա այդքան էլ կարևոր չէ։ 5-րդ տունը կապված է ուրախության, հաճույքի և սիրո հետ։ Այստեղ դուք պետք է վայելեք կյանքը, ստանաք հաճույք ամեն պահից։ Սա սիրո տունն է, ու հնարավոր է նաև հանդիպեք կյանքի սիրուն։ Սա կարող է լինել սիրահարվածություն, ռոմանտիկ հանդիպումներ, ճաշկերույթներ, թատրոն կամ այլ հաճելի ու հիշարժան պահեր։ Առաջիկա 2 տարին կարող են լինել շատ ուրախ ու հիշարժան, նույնիսկ եթե դեռ չգիտենք դրանք կավարտվեն ամուսնությամբ, թե բաժանումով։ 5-րդ տունը նաև կապված է ճանապարհորդությունների, մրցույթների, նվերների և նույնիսկ լոտո շահումների հետ։ Այս շրջանը հնարավորություն է տալիս վայելել, սիրել, ճամփորդել և հաջողություններ ստանալ առանց չափազանց խիստ մտածելու ապագայի մասին։ Այս շրջանը կարող է ցույց տալ, որ կյանքը հաճախ ավելի հեշտ է, քան մենք կարծում ենք, նաև մտածում ենք։ Միևնույն ժամանակ խավարումը կարող է բացահայտել ինչ-որ փաստեր այն մարդու մասին,
ում հետ դուք հանդիպում եք կամ ունեք հարաբերություններ, օրինակ, կարող է պարզվել սիրային եռանկյուն կամ թաքնված հանգամանքներ, կամ դուք իմանաք, որ ձեր սիրելին ունի երեխաներ, որոնց մասին նախապես չգիտեիք։ Հաճախ նման բացահայտումներ լինում են մարդկանց հարաբերություններում, նույնիսկ հնարավոր է անսպասելի լուր, հղիություն կամ երեխայի ծնունդ, և դուք կարող եք դառնալ որևէ երեխայի խնամակալը։ Միգուցե նաև ձեզ առաջարկեն կնքահայր կամ կնքուամուր դերում լինել։ 5-րդ տոնը այս ամենի հետ է կապված սիրո, երեխաների, զվարճանքի և ուրախության ոլորտում։ Կարող են փոփոխություններ լինել երեխաների հետ կապված։ Օրինակ, դուք կարող եք փոխել նրանց դպրոցը կամ մանկապարտեզը։ Մեծահասակ երեխաները կարող են տեղափոխվել և սկսել առանձին ապրել, կամ հակառակը, վերադառնան տուն։ Տղան կամ աղջիկը կարող են ավարտել ուսումը, ընդունվել համալսարան։ Դուստրը կարող է ամուսնանալ, որդին նույնպես։ Նման կարևոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ երեխաների կյանքում։ 5-րդ տոնը նաև ստեղծագործության հետ է կապված։ Այդ ընթացքում կարող եք մասնակցել ներկայացման կամ նկարների ցուցահանդեսի, գիրք գրել, սկսել պարել կամ զբաղվել որևէ ստեղծագործական գործով։ Կարող եք շփվել ստեղծագործ մարդկանց հետ, մասնակցել գեղեցկության մրցույթի։ Հնարավոր է նաև, որ ավելի հաճախ գնաք հանգստի կամ ճանապարհորդեք։ Սատուրնը և Ուրանը, որոնք մասնակցում են այս խավարմանը, կարևոր ազդեցություն ունեն։ Սատուրնը մտնում է ձեր հորոսկոպի 7-րդ տուն։ 7-րդ տունը կապված է հարաբերությունների հետ, ամուսին, կին, սիրելին, գործնական հարաբերություններ և ընդհանրապես այն մարդիկ, որոնց հետ դուք մոտ հարաբերությունների մեջ եք։ Մենք ենք և դիմացինը։ Սա կարող է նշանակել փոփոխություններ հարաբերություններում։ Օրինակ, եթե դուք հիմա հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, ապա քանի որ Սատուրնը լուրջ և պատասխանատվություն պահանջող մոլորակ է, հնարավոր է, որ հարաբերությունները պաշտոնական դառնան, առաջարկություն, նշանադրություն կամ ամուսնություն։ Բայց կարող է լինել նաև հակառակ տարբերակը, եթե հարաբերությունները ամուր չեն, դրանք կարող են ավարտվել կամ չշարունակվել։ Այսինքն 7-րդ տան թեմաներում սպասվում են լուրջ և կարևոր փոփոխություններ։ Սատուրնը կարող է ոչ միայն ամրապնդել, այլ նաև խզել հարաբերությունները, թե անձնական, թե ռոմանտիկ և թե աշխատանքային։ Օրինակ, եթե ինչ-որ մեկի հետ ունեք համատեղ ստեղծագործական կամ աշխատանքային նախագիծ, Սատուրնի ազդեցությամբ կարող է լինել երկու տարբերակ, կամ դուք ստորագրում եք պայմանագիրը և հարաբերությունները դառնում են պաշտոնական ու լուրջ, կամ ամբողջությամբ դադարեցնում եք համագործակցությունը։ Այստեղ կիսատ-բռատ բաներ գրեթե չկան։ Սատուրնը ճշմարտության և հստակության մոլորակ է, կամ այո կամ ոչ, ուրիշ տարբերակ չկա։ Կամ պայմանագիրը ձեզ համապատասխանում է կամ ոչ, կամ այս մարդը ձեզ համար է կամ ոչ։ Ամեն ինչ դառնում է պարզ և հստակ։ Ինչ վերաբերում է Ուրանին, նա մտնում է ձեր հորոսկոպի 9-րդ տուն։ Լավ նորությունն այն է, որ Ուրանը դուրս է գալիս 8-րդ տանից, որը կապված է ընդհանուր ֆինանսների, պարտքերի և նյութական անկայունության հետ։ Ուրանը կարող էր այնտեղ անկանխատեսելիություն ու տատանումներ ստեղծել ֆինանսների ոլորտում։ Այժմ նա լքում է այդ տունը և երկար ժամանակ չի վերադառնա, ինչը կարող է նշանակել, որ ֆինանսական անկայունությունը աստիճանաբար նվազելու է։ Եթե ձեր կյանքում կա ամուսնալուծություն, ապա այս շրջանը կարող է բերել ֆինանսական հարցերի լուծման, օրինակ գույքի բաժանում, ալիմենտների ձևակերպում կամ այլ նյութական հարցերի վերջնական կարգավորում։ Ամենայն հավանականությամբ այս գործընթացները պետք է ավարտվեն մինչև մայիս։ Եթե բաժանվում եք, ապա խավարումը կարող է անդրադառնալ նաև երեխաների թեմաներին։ Հնարավոր է դատարանի որոշում երեխաների վերաբերյալ կամ որևիցե պայմանավորվածություն, թե ում հետ են երեխաները ապրելու։ Ինչ վերաբերվում է Ուրանին, նա մտնում է ձեր հորոսկոպի 9-րդ տուն։ 9-րդ տունը կապված է ճանապարհորդությունների, արտերկրի, նոր փորձառությունների, ուսման և աշխարհայացի ընդլայնման հետ։ Դա կարող է նշանակել, որ ձեր կյանքում ավելանալու են ճանապարհորդությունները, հատկապես արտասահման։ Կարող եք զգալ ազատության, նոր հնարավորությունների, թարմ օդ, ցանկություն սովորելու, նոր բաներ բացահայտելու և աշխարհը ճանաչելու այդ ազատ պահը։ Հնարավոր է նաև ուսման հետ կապված փոփոխություն, օրինակ, եթե համալսարանում եք սովորում, կարող է լինել միջազգային փոխանակման ծրագիր կամ
ուսում այլ երկրում։ Հնարավոր է նաև, որ որոշեք տեղափոխվել այլ երկիր ապրելու համար։ 9-րդ տունը կապված է արտագաղթի, մշտական բնակության, իրավունքի կամ քաղաքացիության ստացման հետ։ Ուրանը կարող է այստեղ դռներ բացել, նոր երկրներ, նոր հնարավորություններ, նոր սահմաններ։ Կարող են շատանալ արտասահմանյան ուղևորությունները, հատկապես կապված ձեր տաղանդների կամ աշխատանքի հետ։ Օրինակ, կարող եք ձեր աշխատանքները վաճառել կամ ցուցադրել այլ երկրներում։ Հնարավոր է նաև ունենաք բիզնես գործընկեր այլ երկրներում և հաճախ թռիչքներ ու գործուղումներ լինեն։ Առաջիկա մի քանի տարիները ձեզ համար կարող են շատ հետաքրքիր լինել, հատկապես եթե դուք ասցենդենտով կշեռքեք։ Սա այն ժամանակն է, երբ կարող եք լիովին բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը, հնարավոր է նաև լրացուցիչ կրթություն ստանաք կամ սովորեք այլ երկրում։ Հարգելի կարիճներ, կարիճների համար փետրվարի 17-ի խավարումը տեղի կունենա հորոսկոպի 4-րդ տանը։ 4-րդ տունը կապված է բնակարանի, տան, անշարժ գույքի և ընդհանուր առմամբ այն վայրերի հետ, որտեղ դուք ապրում եք։ Հնարավոր է, որ անշարժ գույքի հարցերում ինչ-որ շարժ լինի։ Կարող եք ինչ-որ բան վաճառել, գնել, ձևակերպել փաստաթղթեր, ստանալ կամ ձևակերպել ժառանգություն։ Խավարումների ժամանակ տեղափոխությունները շատ հավանական են, նույնիսկ եթե դուք դա չէիք պլանավորում։ Օրինակ, եթե Վարշավայում եք ապրում, կարող են ասել, որ բնակարանը վաճառվել է և պետք է տեղափոխվեք։ Կամ կարող են առաջանալ պայմաններ, որոնց պատճառով այլևս չեք ցանկանա այնտեղ ապրել, օրինակ հարևանների խնդիր, շինարարություն, գեղեցիկ տեսարանի փակվելը և այլն։ Այն դեպքում կարող եք որոշել վաճառել և գնել այլ տուն։ Այսպիսով հնարավոր է անսպասելի տեղափոխություն։ Նաև սա կարող է կապված լինել փաստաթղթերի հետ, օրինակ մշտական բնակության իրավունք կամ քաղաքացիություն ստանալ այն երկրում, որտեղ ապրում եք, որպեսզի օրինական բնակություն հաստատեք այնտեղ։ Հնարավոր է նաև փաստաթղթերի ձևակերպում։ Եթե վերջին շրջանում տան մեջ վերանորոգում, վերակառուցում կամ վերադասավորում եք արել, ապա կարող է սկսվել այդ փոփոխությունների օրինականացման, այդ գրանցման գործընթացը։ Դա կարող է նույնիսկ մինչև 2 տարի տևել։ 4-րդ տունը նաև ընտանիքի տունն է, այստեղ կարող են փոփոխություններ լինել նաև ընտանիքի կազմում։ Օրինակ, կարող է երեխա ծնվել, կամ դուք կարող եք ամուսնանալ և մտնել նոր ընտանիք, ապրել ամուսնու կամ կնոջ ընտանիքի հետ։ Հնարավոր է նաև, որ մայրիկը գա ձեզ հետ ապրելու, քանի որ 4-րդ տունը կապված է մոր հետ։ Կամ փոփոխություններ կարող են տեղի ունենալ նրա կյանքում, օրինակ նա կարող է ամուսնանալ կամ այլ կարևոր փոփոխություններ ունենալ։ Հնարավոր է, որ մայրը ոչ թե ձեզ մոտ տեղափոխվի, այլ ինքը այլ երկիր գնա, նույնիսկ արտագաղթի։ Կամ կարող են տարբեր փոփոխություններ լինել ընտանիքի հետ կապված։ 4-րդ տան խավարումը հաճախ փոփոխություններ է բերում ընտանիքի կազմում։ Մեծահասակ երեխաների կյանքում կարող են կարևոր իրադարձություններ լինել, օրինակ դուստր ամուսնանա, որդին բաժանվի կամ ծնվեն թոռնիկ, թոռնուհիներ։ Այսինքն ընտանիքում կարող է համալրում լինել կամ պակասեցում։ Բայց կարող է նաև հակառակ տարբերակը, երեխաներից մեկը տեղափոխվի և սկսի առանձին ապրել։ Շատ հաճախ նման խավարումների ժամանակ ընտանիքի անդամները կամ ավելանում են կամ ինչ-որ մեկը հեռանում է, տեղափոխվում է և այդպիսով ընտանիքի կազմը փոխվում է։ Հնարավոր է նաև տան հետ կապված երկարատև վերանորոգում կամ վերակառուցում, որը կարող է տևել 1.5-2 տարի։ Ինչպես արդեն նշվեց, կարող է լինել ժառանգության ձևակերպում, բացի այդ հնարավոր է նաև աշխատանք տանից։ Ընդհանրապես այս խավարումը վերաբերում է տան և բնակության վայրի հետ կապված բոլոր հարցերին։ Հնարավոր է, որ որոշեք աշխատել տանից։ Օրինակ բացել փոքր սրահ, գրասենյակ կամ ամբողջությամբ անցնել հեռավար աշխատանքի։ Այսինքն ձեր գործունեությունը կարող է ավելի շատ կապվել տան հետ, և դուք ավելի հաճախ տանը գտնվեք։ Ինչ վերաբերում է խավարումը կառավարող մոլորակներին, Սատուրնը և իհարկե Ուրանն է, Սատուրնը մտնում է ձեր հորոսկոպի 6-րդ տուն։ 6-րդ տունը կապված է առօրյայի, աշխատանքի և ամենօրյա պարտականությունների հետ։ Սա նշանակում է, որ ձեր առօրյան կարող է փոխվել։ Օրինակ, եթե նախկինում տանը շատ մարդ էր ապրում և դուք շատ էիք պատրաստում, հոգսեր ունեիք, ապա հիմա իրավիճակը կարող է փոխվել։
Եթե ասենք դստեր ընտանիքը տեղափոխվել է, ապա այժմ կարող եք պատրաստել միայն ձեզ և ձեր ամուսնու համար։ Այսինքն ձեր ամենօրյա ռեժիմը դառնում է այլ։ Հնարավոր է օրինակ շուն պահեք, գուցե նույնիսկ 2 շուն և այդ պատճառով ամեն օր դուրս գաք զբոսանքի։ Եվ այդպիսով ձեր առօրյան ու սովորությունները կարող են փոխվել հենց այս խավարումից հետո։ Կարող է նաև աշխատանքը փոխվել, օրինակ եթե նախկինում գնում եք գրասենյակ, հիմա կարող եք անցնել տնից աշխատանքի, տանից անեք նույն բանը։ 6-րդ տունը նաև կապված է առողջության հետ։ Այստեղ նույնպես հնարավոր են փոփոխություններ։ Կարող եք փոխել սննդակարգը, սկսել սպորտով զբաղվել։ Գուցե տանը փոքր մարզասրահ սարքեք կամ գնեք, կամ նույնիսկ փոքրիկ այգի ստեղծեք, որպեսզի միշտ թարմ կանաչի ու բանջարեղեն ունենաք։ Այսինքն կարող են փոխվել ձեր ռեժիմը, առօրյան և առողջ ապրելակերպի հետ կապված սովորությունները։ Դուք ավելի շատ ժամանակ կարող եք հատկացնել առողջությանը։ Կարող է նաև լինել, որ ամբողջությամբ փոխեք աշխատանքը, հեռանաք նախկին վայրից և ավելի շատ մնաք տանը։ Իսկ Urանը այժմ մտնում է ձեր հորոսկոպի 8-րդ տուն, որը կապված է ֆինանսների հետ, հատկապես ոչ միայն ձեր անձնական, այլ նաև համատեղ գումարների հետ։ Եթե ամուսնացած եք, սա վերաբերվում է նաև ամուսնու կամ կնոջ ֆինանսներին։ Եթե ամուսնացած չեք, դա տան անդամներին է վերաբերվում։ Կարող է փոխվել համատեղ գումարների վիճակը։ Օրինակ, անսպասելի ժառանգություն ստանաք։ Սա հաճախ անշարժ գույքի տեսքով է լինում, քանի որ խավարումը ցույց է տալիս անշարժ գույքը։ Դա կարող է լինել տուն, ամառանոց կամ հողամաս, օրինակ հաճախորդից կամ հարազատից ժառանգություն ստանաք։ Նմանատիպ իրավիճակներում դուք կարող եք որոշել նաև նոր անշարժ գույք գնել, վարձակալության տալու համար, որպեսզի ստանաք լրացուցիչ եկամուտ, տունը գնեք և տաք վարձով։ Urանը 8-րդ տանը կմնա երկար ժամանակ, մոտ 7 տարի։ Սա կլինի ֆինանսների և ներդրումների վրա ուշադրություն դարձնելու ժամանակահատված։ Կարող է վերաբերվել նաև կրեդիտների, վարկերի, բանկային գործարքներին։ Այս ընթացքում հնարավոր է, որ փոխվի ձեր ֆինանսական ռազմավարությունը, աշխատանքը, հաճախորդների հետ գործարքների կամ գների քաղաքականությունը։ Եթե ունեք համատեղ բիզնես, կարող է հայտնվել նոր հնարավորություն, նոր տեխնոլոգիաներում ներդրում անել, թեև Ուրանն ավելի շատ ուղղված է անկախ գործողությունների։ 4-րդ տունը, որտեղ տեղի կունենա խավարումը, կապված է նաև անվտանգության հետ։ Սա կարող է ընդգրկել տեսախցիկներ, անվտանգության համակարգեր, հարդարանք, նույնիսկ սեյֆեր կամ ազդանշանային սարքեր։ Եթե ունեք այդպիսի բիզնես, որը կապված է անվտանգության հետ, հնարավոր է այստեղ ևս փոփոխություններ լինեն։ 4-րդ տունը նաև մեր արմատներն են, ընտանիքը, նախնիները։ Հնարավոր է հետաքրքրվեք ձեր նախնիների պատմությամբ, ավելի շատ տեղեկություններ բացահայտեք նրանց մասին, որոնց մինչ այժմ չգիտեիք։ Միգուցե նաև փորձեք կամ փոխեք ձեր փաստաթղթերը կամ նույնիսկ ազգանունը, որը ձեզ է փոխանցվել ընտանիքից, տոհմից։ Այս խավարումը կարող է բացահայտել ինչ-որ տեղեկություն ձեր ազգանվան մասին կամ կարող եք փոխել ձեր փաստաթղթերը, օրինակ անձնագիրը և անունը նույնպես փոխեք։ Շատերն են բացահայտում նաև ովքեր են իրենց իրական ծնողները։ Այսպիսին է ձեր խավարումը։ Հարգելի աղեղնավորներ, խավարումները ձեր հորոսկոպի 3-րդ տանը կլինեն։ 3-րդ տունը կապված է շփումների, ծանոթությունների, հարևանների և շրջապատի հետ։ Այս ընթացքում կարող են նոր հարևաններ հայտնվել, կամ կարող եք ծանոթանալ մի մարդու հետ, ով հետագայում շատ կարևոր և օգտակար կլինի ձեզ համար։ Հնարավոր է նաև, որ ձեր շրջապատը ամբողջությամբ փոխվի։ Օրինակ, կարող եք գնալ ինչ-որ դասընթացի և այնտեղ ձեռք բերել շատ նոր համախոհներ, որոնք հետաքրքրված են նույն թեմայով կամ մասնագիտությամբ, ինչ դուք։ Կարող եք միասին քննարկումներ անել, լինել ընդհանուր չաթերում, հանդիպել և զարգացնել նոր հմտություններ։ 3-րդ տունը նաև նոր տեխնոլոգիաների, հմտությունների և գիտելիքի տունն է։ Կարող եք սկսել դասավանդել, վեբինարներ անցկացնել, աշխատել առցանց, գրել հոդվածներ կամ նույնիսկ սկսել գիրք գրել։ Հնարավոր է սկսեք ավելի հաճախ հրապարակային ելույթներ ունենալ։ Այն ամենը, ինչը կապված է մտավոր աշխատանքի կամ ձեռքի հմտությունների հետ, նույնպես վերաբերվում է 3-րդ տանը։
Օրինակ կարող եք անցնել տեսանյութերի մոնտաժի դասընթաց, սովորել մերսում, մատնահարդարում կամ որևէ այլ գործնական հմտություններ, որը անում եք ձեռքերով։ Նույնիսկ այնպիսի բան, որի մասին նախկինում չէիք էլ մտածում։ Եվ հիմա դուք կարող եք որոշել. ես կարող եմ դա անել, կարող եմ դրանով զբաղվել եւ նույնիսկ գումար վաստակել եւ անցնեք առաջ։ Հնարավոր է սկսեք ինչ-որ գործ ընկերուհու կամ ընկերոջ հետ, որովհետեւ այս շրջանում ձեր կյանքում շատ նոր ծանոթություններ ու կապեր կհայտնվեն։ Ձեր շփման շրջանակը կընդլայնվի եւ դուք շատ նոր տեղեկություններ կստանաք։ Այս խավարումը ձեզ նաեւ համարձակություն է տալիս։ Երրորդ տունը ես կարող եմ իմ մասին է, ոչ թե պարզապես ուզում եմ, այլ կարող եմ, գիտեմ եւ գործում եմ։ Իսկ խավարումը հենց գործողության մասին է։ Դուք կարող եք սկսել բացահայտ ցույց տալ ձեր տաղանդներն ու հմտությունները, աշխատել նոր մարդկանց կամ նոր հաճախորդների հետ։ Բացի այդ, այս խավարումը կարող է կապված լինել նաեւ հարազատների հետ, հատկապես քույրերի եւ եղբայրների։ Նրանց կյանքում կարող են տեղի ունենալ կարևոր իրադարձություններ, որոնք կազդեն նաեւ ձեզ վրա։ Օրինակ, քույրը կարող է ամուսնանալ, եղբայրը երեխա ունենալ։ Կամ եթե նախկինում չեք շփվել քրոջ հետ, կարող եք հաշտվել։ Իսկ հնարավոր է նաեւ, որ հակառակը, ինչ-որ լարվածություն կամ վեճ առաջանա քրոջ կամ եղբոր հետ։ Այս շրջանում կարող են պարզվել կամ հստականալ որոշ հարցեր կապված ընտանիքի անդամների հետ։ Երրորդ տունը նաեւ կապված է տրանսպորտի հետ։ Հնարավոր է նոր մեքենա գնեք կամ սկսեք ավելի հաճախ ճանապարհորդել եւ տեղաշարժվել։ Նույնիսկ հնարավոր է տեղափոխության թեմա առաջանա, որովհետև երրորդ տունը շարժման եւ փոփոխության մասին է։ Այդ տեղափոխությունը կարող է կապված լինել ամուսնության, բաժանման, երեխաների կամ սիրային հարաբերությունների հետ։ Ընդհանրապես այս ամենը կարող է կապված լինել մարդկանց եւ հարաբերությունների հետ, քանի որ ձեր կյանքում հիմա շփման, կապերի եւ բանակցությունների թեման շատ ակտիվ է։ Կարող եք վարել կարևոր բանակցություններ, ինչ-որ պայմանավորվածությունների գալ, քննարկել, նույնիսկ առևտուր անել կամ ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ։ Ինչու եմ ասում սա։ Սա կապված է հարաբերությունների եւ սիրո հետ, որովհետեւ այս խավարումը կառավարող երկու մոլորակներ՝ Սատուրնը եւ Ուրանը, երկուսն էլ ազդում են հարաբերությունների եւ սիրային թեմաների վրա։ Սատուրնը խավարումից ընդամենը մի քանի օր առաջ մտել է ձեր հորոսկոպի 5-րդ տուն։ Ես այդ մասին դեռ կխոսեմ, կարող եք հետո նայել։ Եվ այնտեղ կմնա մոտ 2 տարի։ 5-րդ տունը սիրո, սիրահարվածության, հարաբերությունների, ինչպես նաև երեխաների եւ ստեղծագործության մասին է։ Սատուրնը ճշմարտության, հստակության եւ պատասխանատվության մոլորակ է, այսինքն նա կբերի պարզություն այդ ոլորտներում։ Կամ կարող է նոր ծանոթություն լինել, կամ էլ արդեն գոյություն ունեցող հարաբերությունները կմտնեն ավելի լուրջ փուլ։ Սատուրնը ցույց կտա իրական պատկերը։ Դուք միասին եք, ուզում եք ապրել միասին, տեղափոխվել ձեր զուգընկերոջ մոտ, թե հակառակը, հասկանում եք, որ պետք է բաժանվել եւ առանձին ապրել։ Բացի այդ 5-րդ տունը նաև երեխաների մասին է, կարող է առաջանալ երեխաների թեման, օրինակ պլանավորեք երեխա, պատասխանատվություն է դա կամ նաև կարևոր որոշում է ձեզ համար։ Հնարավոր է նաև բանակցություն վարեք նախկին զուգընկերոջ հետ երեխաների հետ կապված հարցերի շուրջ։ Ընդհանուր առմամբ այս շրջանը կբերի հստակություն սիրային կյանքի, երեխաների եւ ստեղծագործական ծրագրերի վերաբերյալ։ Սա կարող է նաև նորություն լինել երեխաների մասին, օրինակ իմանաք, որ երեխա եք ունենալու։ Քանի որ խավարումը տեղի ունենում 3-րդ տանը, որը կապված է նաև դպրոցների եւ ուսման հետ, հնարավոր է փոխեք երեխայի դպրոցը կամ ինքներդ սկսեք սովորել ինչ-որ տեղ։ Սա վերաբերվում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Կարևոր է նաև ստեղծագործության թեման է։ Հնարավոր է սկսեք սովորեցնել ինչ-որ ստեղծագործական հմտություն կամ ձեր հոբին դարձնեք աշխատանք։ Օրինակ նկարեք եւ սկսեք ուսուցանել ուրիշներին, զբաղվեք յոգայով եւ բացեք ձեր ակումբը։ Ամեն ինչ կախված է ձեր տաղանդից։ Ուղղությունները կարող են շատ տարբեր լինել։ Բացի այդ, այս խավարմանը մասնակցում է նաև Ուրանը, որը մտնում է 7-րդ տուն՝ ամուսնության, հարաբերությունների, բաժանման, պայմանագրերի եւ գործընկերությունների տուն։ Ուրանը արագ, կտրուկ եւ հստակ փոփոխությունների մոլորակ է։ Նա կարող է հանկարծակի բացահայտել որևիցե իրականություն։ Դուք արագ կհասկանաք, թե ինչ ուղղությամբ են գնում ձեր հարաբերությունները եւ ինչպես է իրավիճակը փոխվում։
Հնարավոր է, որ դուք և ձեր զուգընկերը դառնաք ավելի բաց ու անկեղծ միմյանց հետ, կարող եք միասին աշխատել, ստեղծել բիզնես, սկսել համագործակցություն, ստորագրել պայմանագիր, նշանվել կամ ամուսնանալ։ Ուրանի ազդեցությամբ հաճախ հարաբերություններում հայտնվում է անսովոր մարդ, այլ ազգության, այլ կրոնի, տարիքային մեծ տարբերությամբ կամ այլ երկրում ապրող։ Ուրանը միշտ բերում է ինչ-որ նոր, ոչ սովորական բան։ Բայց հնարավոր է նաև հակառակ սցենարը՝ բաժանում, ամուսնալուծություն կամ պայմանագրի խզում, բիզնես գործընկերությունից դուրս գալ։ Ուրանը ազատության մոլորակ է, եթե ինչ-որ բան այլևս չի համապատասխանում ձեզ, կարող եք ցանկանալ ազատվել այդ կապերից։ Քանի որ խավարումը տեղի ունենում երրորդ տանը, որը կապված է մտքերի, գաղափարների և տեղեկատվության հետ, կարող եք ունենալ նոր գաղափարներ ու հասկանալ, որ ուզում եք գնալ նոր ուղղությամբ։ Կարող եք ասել ինքներդ ձեզ. ես ուզում եմ մենակ աշխատել, ես գիտեմ ինչպես անել, ես նոր ճանապարհ եմ ընտրում։ Այսպիսով աղեղնավորների կյանքում ուժեղ փոփոխություններ կարող են լինել, հատկապես հարաբերությունների թեմայում և սեփական ինքնագնահատականի մեջ։ Դուք ավելի հստակ կզգաք, ինչ կարող եք, ինչ եք ուզում և ինչի եք պատրաստ փորձել։ Մի վախեցեք փոփոխություններից, աղեղնավորներ, առաջ շարժվեք։ Հարգելի այցեղջյուրներ, ձեզ համար առաջիկա 2 տարիներին կարևոր թեման կլինի ֆինանսները, քանի որ խավարումների ցիկլը ակտիվանում է ձեր հորոսկոպի 2-րդ և 8-րդ տներում։ Փետրվարի 17-ին խավարում կլինի 2-րդ տանը, որը կապված է եկամուտների, գումարի, աշխատավարձի և ֆինանսների հետ։ Խավարումը սովորաբար փոխում է իրավիճակը կամ ցույց է տալիս իրական պատկերը ինչպես կա։ Հնարավոր է փոխեք աշխատանքը, ստանաք նոր պաշտոն, որոշեք հեռանալ աշխատանքից, սկսեք սեփական բիզնես, փոխվի ձեր աշխատավարձի մակարդակը։ Օրինակ, ձեր աշխատանքի արժեքը կարող է բարձրանալ։ Հաճախորդները կարող են ավելի բարձր գումար վճարել ձեր ծառայությունների համար, կամ կարող են հայտնվել այնպիսի ապահովված հաճախորդներ, որոնք պատրաստ են վճարել ավելի շատ։ Այսինքն ֆինանսական ոլորտում հնարավոր են էական փոփոխություններ։ Հնարավոր է, որ ձեր եկամուտը փոխվի, ոչ միայն ձեր աշխատանքի պատճառով, այլ նաև ընտանիքի միջոցով, օրինակ, ամուսինը կամ կինը կարող է սկսել ավելի շատ վաստակել։ Երկրորդ տունը կապված է նաև ներդրումների և արժեքավոր գնումների հետ։ Սա կարող է նշանակել բնակարանի կամ տան ձեռքբերում, մեքենայի գնում, ժառանգություն ստանալ, բաժնետոմսեր կամ այլ ներդրումներ, որոնց արժեքը կարող է աճել կամ նվազել։ Խավարումը փոխում է ֆինանսական էներգիան և ցույց է տալիս իրական իրավիճակը։ Այդ պատճառով պետք է զգույշ լինել ներդրումների և մեծ ֆինանսական որոշումների հարցում։ Բայց մի բան հստակ է, առաջիկա 2 տարիներին ձեր ֆինանսական իրավիճակը կփոխվի։ Դա կարող է լինել և աճ, և նվազում։ Ոմանք կարող են անցնել ֆինանսական նոր մակարդակի։ Փոփոխությունները կարող են կապված լինել նաև նոր եկամուտների աղբյուրների հետ։ Ինչ-որ մեկը կարող է սկսել ստանալ կրթաթոշակ կամ ալիմենտ կամ այլ կանոնավոր ֆինանսական աջակցություն։ Այսինքն ֆինանսների թեման ձեզ համար դառնում է գլխավոր ուղղություն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Հնարավոր է նաև հակառակ իրավիճակը, օրինակ, եթե 18 տարի ալիմենտ եք վճարում, հիմա վերջապես կարող եք դադարել վճարել։ Ոմանք կարող են ժառանգություն ստանալ և դրանով լուծել իրենց ֆինանսական խնդիրները։ Ֆինանսական փոփոխությունները այցեղջյուրների մոտ կարող են շատ տարբեր կերպ դրսևորվել։ Ներդրում հողի կամ այլ արժեքավոր գույքի մեջ, մեծ գնում, գումարի ներդրում կարևոր նախագծում, բայց խոսքը միայն գումարի մասին չէ, կարող է փոխվել նաև ձեր արժեքների համակարգը, արժեհամակարգը։ Այն ինչ նախկինում ձեզ համար շատ կարևոր էր, կարող է հանկարծ այլևս կարևոր չթվալ։ Դուք կարող եք որոշել, որ այլևս չեք ուզում կառչել ինչ-որ բանից։ Դա կարող է վերաբերվել աշխատանքին, հարաբերություններին, բնակարանին կամ գույքին, երկարատև նաև վեճերին կամ դատական գործընթացներին։ Օրինակ, եթե բնակարանի բաժանման հետ կապված դատական գործընթացներ ունեք, կարող եք որոշել, որ ձեր առողջությունն ու նյարդերն ավելի կարևոր են, քան այդ վեճը, և պարզապես ընտրել գումար վերցնել ու փակել այդ թեման։ Այսինքն փոխվում է ոչ միայն ֆինանսական իրավիճակը, այլ նաև ձեր վերաբերմունքը գումարի և արժեքների նկատմամբ։
Դուք կարող եք հասկանալ, որ ձեր առողջությունն ավելի կարևոր է, քան մնացած ամեն ինչ։ Ընդհանուր առմամբ ձեր արժեքները կարող են շատ ուժեղ փոխվել։ Իհարկե, այստեղ կարևոր կլինի ինքնագնահատականի թեման։ Ով եմ ես, ինչ եմ անում, արդյոք ապրում եմ այն կյանքը, որը ցանկանում եմ, ինչպիսին է իմ առողջությունը։ Երկրորդ տոնը կապված է նաև ռեսուրսների հետ, իսկ ռեսուրսները միայն գումարը չեն, դրանք նաև ժամանակն են, էներգիան եւ առողջությունը։ Շատ հարցեր կցակեն այն մասին, թե ինչպես ձեզ առաջին տեղում դնել եւ հասկանալ, ինչն է ձեզ համար իսկապես կարևոր։ Խավարումը կարող է հենց դա ցույց տալ ձեզ։ Այս խավարումը կառավարվում է Սատուրնի եւ Ուրանի կողմից, որոնք փոխում են իրենց նշանները եւ ուժեղ ազդեցություն ունեն իրավիճակի վրա։ Սատուրնը առաջիկա 2 տարիների համար մտնում է ձեր հորոսկոպի 4-րդ տուն։ 4-րդ տունը կապված է բնակության վայրի, տան եւ ընտանիքի հետ։ Սա կարող է բերել տեղափոխություն ձեզ համար կամ ձեր ծնողների համար։ Դա կարող է կապված լինել նաեւ անշարժ գույքի հետ, կամ տան կամ բնակարանի վաճառք լինի, նոր կահույքի գնում, նոր գույքի գնում, նույնիսկ այլ երկրում։ Մշտական բնակության իրավունք կամ քաղաքացիություն ստանալը։ Ընդհանուր առմամբ բոլոր թեմաները, որոնք կապված են տան, բնակության վայրի եւ ընտանիքի հետ, կարող են ակտիվանալ։ Հնարավոր են նաեւ փոփոխություններ ընտանիքում, կարող եք սկսել միասին ապրել ինչ-որ մեկի հետ կամ ընդհակառակը։ Բաժանվել ու առանձին ապրել։ Կարող է ընտանիքում նոր անդամ հայտնվել, երեխայի ծնունդ լինի կամ ավելանա նոր հարազատ, փեսա, հարս եւ այլն։ Այսպիսով ընտանիքի եւ բնակության վայրի հետ կապված հարցերը առաջիկա շրջանում ձեզ համար կարևոր դեր կունենան։ Այս խավարումը կարող է լինել առաջին նշանը, որ սկսվում են, այսինքն ձեզ մոտ փոփոխություններ։ Ուրանը մտնում է ձեր հորոսկոպի 6-րդ տուն։ 6-րդ տունը կապված է աշխատանքի, առօրյայի եւ առողջության հետ։ Այստեղ հնարավոր են փոփոխություններ աշխատանքի մեջ, բիզնեսում, թիմում։ Եթե ունեք սեփական բիզնես, կարող եք փոխել աշխատակիցներին կամ կազմակերպման ձևը։ Եթե աշխատում եք ուրիշի համար, հնարավոր է փոխեք աշխատանքը, տեղափոխվեք այլ բաժին կամ աշխատանքի փոփոխությունը կապված կլինի տեղափոխության հետ։ Ընդհանուր առմամբ աշխատանքը, ընտանիքը եւ ֆինանսները փոխկապակցված կլինեն ձեր կյանքում։ Այս թեմաները կազդեն միմյանց վրա։ 6-րդ տունը նաև առողջության տունն է, հնարավոր է որոշեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր առողջությանը եւ օրինակ քիչ աշխատեք կամ հակառակը կրճատեք մեծ բիզնեսը, որպեսզի ավելի հանգիստ ռեժիմ ընտրեք։ Այսինքն առաջիկա շրջանում կարևոր կլինի գտնել հավասարակշռություն աշխատանքի եւ առողջության միջեւ։ Հնարավոր է նաև որ վաճառեք ձեր բիզնեսը եւ որոշեք այլևս չաշխատել։ Ընդհանուր առմամբ տարբեր սցենարներ կարող են լինել, բայց հիմնական թեման կապված է ընտանիքի, աշխատանքի եւ ֆինանսների հետ։ Կարող եք նաև հիմնել ընտանեկան բիզնես։ Սատուրնը 4 տանը դա ընտանիքն է։ Ուրանը 6-րդ տանը դա աշխատանք եւ գործունեություն, իսկ խավարումը 2-րդ տանը դա ֆինանսներն են։ Այսինքն ընտանիքը եւ այն, ինչով զբաղվում է ընտանիքը, կարող են դառնալ ձեր եկամտի հիմնական աղբյուրը։ Օրինակ կարող եք բացել ընտանեկան շինարարական ընկերություն, սրճարան կամ այլ բիզնես, որտեղ ամբողջ ընտանիքը միասին կաշխատի։ Այս տարբերակն էլ լիովին հնարավոր է ձեզ համար։ Այսքանը սիրելի այցեղջյուրներ։ Հարգելի ջրհոսներ, ձեզ համար սկսվում է մի շրջան, որը նման է օձին, ինչպես որ նա է փոխում իր մաշկը։ Կարծես հինը ավարտվում է եւ դուք մտնում եք նոր կյանքի փուլ։ Սա նոր էներգիա է, թարմացում, նույնիսկ երիտասարդացում։ Շատերի համար սա կլինի ազատություն կամ ազատագրում։ Եվ դա բնական է, որովհետև դուք ազատության, անկախության եւ անհատականության նշան եք։ Այս շրջանը օգնում է բացահայտել ձեր տաղանդները եւ ասել ինքներդ ձեզ. ես կարող եմ, ես չեմ վախենում, ես կարող եմ ինձ ցույց տալ այնպիսին, ինչպիսին իրականում կամ։ Հնարավոր է, որ մինչև այս դուք լիովին չեք ճանաչում ձեզ, բայց հիմա կբացահայտեք ձեր իսկական եսը եւ կսկսեք այն արտահայտել։ Այս խավարումը կապված է հոգու դրսևորման եւ ինքնաարտահայտման հետ։ Եվ եթե կա ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը խանգարում է ձեզ լինել ինքներդ ձեզ նման, ապա այդ խոչընդոտը այս խավարման ընթացքում կարող է պարզապես վերանալ ձեր կյանքից։
Խավարումները կշարունակվեն մոտ 2 տարի, եւ այդ ամբողջ ժամանակ դուք կանցնեք փոխակերպման գործընթացով։ Բացի այդ, ձեր նշանում է գտնվում նաև Պլուտոնը, փոփոխությունների եւ խորը վերափոխումների մոլորակը։ Այս խավարումը սկսում է ձեր կյանքի նոր փուլը։ Դա կարող է արտահայտվել արտաքին փոփոխություններով՝ նոր մարմին, նոր ոճ, սանրվածք, հագուստ, դուք կարող եք ձեզ զգալ լրիվ այլ կերպ, քան նախկինում։ Հնարավոր է նաև անվան կամ ազգանվան փոփոխություն, նոր նպատակներ, նոր ծրագրեր ու մտադրություններ դնեք ձեր առջև։ Քանի որ սա արևի խավարումն է, այն միշտ նշանակում է նոր սկիզբ, ինչ որ նոր բան մտնում է ձեր կյանք։ Կարող է փոխվել նաև ձեր կարգավիճակը, օրինակ դառնաք հարսնացու, տատիկ, բիզնեսմեն կամ բիզնեսվումեն։ Կարևորն այն է, որ ի հայտ են գալիս նոր հավակնություններ եւ ձգտումներ։ Քանի որ սա տեղի ունենում առաջին տանը, դա սկզբիտումն է, փոփոխությունները կարող են դրսևորվել կյանքի բոլոր ոլորտներում։ Կարող են սկսվել նոր հարաբերություններ, լինեն տեղափոխություն, նոր աշխատանք կամ նոր բիզնես, նոր պաշտոն եւ այլն, բոլոր կյանքի բոլոր ոլորտներում կարող են լինել փոփոխություններ կամ իրար հետևից։ Շատ դեպքերում այս փոփոխությունները կարող են մեկը մյուսի հետևից շղթայված կերպով տեղի ունենալ։ Այս շրջանում շատ ուժեղ կակտիվանա հարաբերությունների թեման։ Առաջին հերթին ձեր վերաբերմունքը ձեր նկատմամբ, ինչպիսին եք դուք ձեզ զգում, ինչպես եք դուք ձեզ զգում եւ սիրում ձեզ։ Կակտիվանան նաև ռոմանտիկ հարաբերությունները։ Հնարավոր է, որ հանդիպեք ձեր սիրուն, սկսվեն նոր ծանոթություններ, ժամադրություններ, սիրավեպ։ Երբ խավարումը տեղի ունենում էր սեփական նշանում, դա հաճախ այն տարիներն են, երբ մարդիկ ամուսնանում են, նշանվում կամ սկսում կարևոր հարաբերություններ։ Սակայն իհարկե խավարումները կարող են բերել նաև բաժանումներ կամ ամուսնալուծություններ, հատկապես այն հարաբերություններից դուրս գալու համար, որոնք այլևս չեն գործում։ Այսինքն ջրհոսների մոտ սա կարող է աշխատել երկու ձևով, ոմանց համար կլինի սիրո եւ հարաբերությունների սկիզբ, իսկ մյուսների համար ազատում հին ու սպառված կապերից։ Խոսքը միայն անձնական կյանքի մասին չէ, հարաբերությունների թեման կարող է դրսևորվել նաև աշխատանքային ոլորտում։ Օրինակ կարող եք խզել պայմանագիր, հեռանալ աշխատանքից կամ հակառակը, սկսել հաջող բիզնես, համագործակցություն գործընկերոջ հետ եւ միասին ինչ-որ բան ստեղծել։ Ամեն դեպքում այս փուլում հարաբերությունները ձեր կյանքի առանցքային թեման են լինելու։ Հիշեք ընդհանրապես ինչ է եղել ձեզ մոտ 18.5 տարի առաջ 2007-2008 թվականներին։ Նմանատիպ իրավիճակ կարող է նույնպես կրկնվել։ Նմանատիպ, ոչ թե հենց նույնը։ Սատուրնը խավարումից մի քանի օր առաջ դուրս է գալիս ձեր ֆինանսների հատվածից։ Նա այնտեղ եղել է շատ երկար ժամանակ, մոտ 20-ից 30 տարի։ Քանի որ Սատուրնը սովորաբար սահմանափակում է, սեղմում ու ծանրացնում, նրա հեռանալուց հետո ֆինանսական վիճակը կսկսի թեթևանալ եւ բարելավել։ Սա լավ նորություն է։ Գումարի հետ կապված թեմաները աստիճանաբար ավելի հեշտ կընթանան։ Միաժամանակ Սատուրնը մտնում է ձեր 3-րդ տուն, որը կապված է շփման, կապերի եւ ծանոթությունների հետ։ Ձեր կյանքում կարող են հայտնվել նոր մարդիկ։ Թեև նրանց քանակը մեծ չի լինի, բայց շատ արժեքավոր, վստահելի եւ երկարատև կապեր կձևավորվեն։ Ձեր կյանքում կհայտնվեն նոր ծանոթություններ, նոր ընկերներ ու ընկերուհիներ։ Քանի որ Սատուրնը գտնվում է 3-րդ տանը, փոփոխություններ կարող են լինել նաև հարազատների հետ հարաբերություններում, հատկապես քույրերի եւ եղբայրների։ Այդ կապերում ինչ-որ բան կարող է պարզվել կամ բացահայտվել, քանի որ Սատուրնը կապված է ճշմարտության եւ իրականության հետ։ Դրա պատճառով ձեր վերաբերմունքը հարազատների հանդեպ կարող է փոխվել։ Ուրանը դուրս է գալիս ձեր 4-րդ տնից, որը կապված է բնակության վայրի հետ։ Սա կարող է բերել տեղափոխություն, բնակության փոփոխություն, մշտական բնակության կարգավիճակ, քաղաքացիություն կամ նույնիսկ էմիգրացիա։ Միևնույն ժամանակ Ուրանը մտնում է ձեր 5-րդ տուն մոտ 7 տարով։ 5-րդ տունը կապված է սիրո, հաճույքի, ճանապարհորդությունների եւ ստեղծագործության հետ։ Դուք կարող եք սկսել զբաղվել ստեղծագործական գործունեությամբ, օրինակ բացել պարի, նկարչության կամ ձեռագործության դասեր, խաղալ թատրոնում, սովորել երաժշտություն կամ պար։ Սա շրջան է, երբ ձեր հոգին կուզի ազատ արտահայտվել։ Հնարավոր է նաև անսովոր սիրավեպ,
արտասահմանցու, տարիքային տարբերություն ունեցող մարդու կամ այլ մշակույթի ու հավատքի ներկայացուցչի հետ։ Ուրանի ազդեցությամբ ձեր կյանքում կարող է հայտնվել շատ յուրահատուկ ոչ սովորական մարդ կամ անսովոր մասնագիտություն ունեցող զուգընկեր։ Ուրանը սովորաբար բերում է անսպասելի և տարօրինակ փոփոխություններ։ Յուրօրինակ փոփոխություններ, դա կարող է լինել անակնկալ։ Եթե խոսքը 5-րդ ամասին է, որը կապված է երեխաների հետ, ապա հնարավոր են անակնկալ երեխաների կողմից, հատկապես եթե ունեք արդեն մեծ երեխաներ։ Կարող է նաև երեխայի ծնունդ լինել, նույնիսկ եթե դա նախապես պլանավորված չէր։ Իհարկե, եթե տարիքը և պայմանները թույլ են տալիս, ապա կարող եք երեխաներ ունենալ։ Ընդհանուր առմամբ առաջիկա 2 տարիների խավարումները ձեր կյանքում կարևոր փոփոխություն կբերեն։ Հնարավոր է 2 տարի հետո դուք ինքներդ ձեզ և ձեր կյանքը չճանաչեք։ Այսքան բան կարող է փոխվել ձեր կյանքում։ Հարգելի ձկներ, խավարումների փուլը աստիճանաբար ավարտվում է ձեր նշանում։ Վերջին լուսնային խավարումը ձեր նշանում կլինի օգոստոսի 28-ին և ձեզ հանգիստ են թողում այս հանգույցները։ Այդ օրը կարող է կրկին ընդգծվել հարաբերությունների, ամուսնության, սիրո և ձեր սոցիալական դերի թեման։ Բայց արդեն հիմա էներգիան սկսում է տեղափոխվել դեպի ձեր հորոսկոպի 12-րդ տուն առաջիկա 2 տարիների համար։ Սա նշանակում է, որ ձեր կյանքի ուշադրության կենտրոնը փոխվում է և սկսվում է նոր ներքին փուլ։ Փետրվարի 17-ի խավարումը կբացի ինքնաճանաչման թեման։ Խոսքը 12-րդ տան մասին է։ Սա փակ ներքին տուն է։ Այն կապված է այն ամենի հետ, ինչը չենք կարող տեսնել կամ շոշափել։ 12-րդ տունը վերաբերվում է երազներին, ներքին զգացողություններին, հոգևոր և էներգետիկ բուժմանը, մեդիտացիային և վիզուալիզացիային, երազելուն, ուժի վայրերին, որտեղ մարդը կարող է վերականգնվել։ Դուք կարող եք սկսել ավելի շատ նշաններ նկատել, ինտուիցիան կարող է ուժեղանալ։ Տեղեկատվությունը կարող է գալ ներսից, հանկարծակի պատկերների, մտքերի և զգացողությունների միջոցով։ Եթե ստեղծագործ մարդ եք, կարող եք հանկարծ ներշնչում ունենալ և սկսեք նկարել, գրել բանաստեղծություն կամ գիրք, ստեղծել երաժշտություն։ Կարող է նաև աճել հետաքրքրությունը հոգևոր թեմաների նկատմամբ, աստղաբանություն, տարո, թվագիտություն, ռեյկի, խոտաբույսեր և այլ նման ոլորտներ։ Այսինքն սկսվում է ավելի խորքային, ներքին և հոգևոր փուլ։ 12-րդ տունը նաև կապված է անցյալի և ներքին հիշողությունների հետ։ Անկախ նրանից հավատում եք անցյալ կյանքերին, թե ոչ, այս շրջանում ձեր ճանապարհին կարող են հայտնվել մարդիկ, որոնց հետ կունենաք շատ ծանոթ ու կարմայական զգացում։ Այդ կապերը կարող են լինել թե սիրային, թե պարզապես շատ խորը։ Կարծես այդ մարդկանց վաղուց եք ճանաչում, դա է հենց կարմայական հարաբերությունները, որոնց որ թվում է վաղուց ճանաչում եք։ Իրենք արդեն ձեր նախկին կյանքերում հանդիպել են ձեզ։ Սա 12-րդ տան մի կողմն է։ Մյուս կողմը կապված է մեկուսացված վայրերի հետ։ Դուք կարող եք սկսել որևիցե տեղեր հաճախել, հանգստյան տներ, ապրել հեռավոր ու մեկուսացված վայրում, որևիցե կղզի գնաք, մնաք այնտեղ երկար ժամանակ։ Հնարավոր է նաև էմիգրացիա կամ աշխատանք այնպիսի վայրերում, որը կապված է մեկուսացման հետ, օրինակ նավթի վրա, հեռու գտնվող որևիցե մի տեղ, նույնիսկ մի քանի տարով։ Կարող են լինել նաև ուղևորություններ հոգևոր վայրեր, վանքեր, մատուռներ կամ այլ խաղաղ ու առանձնացված տարածքներ։ Ընդհանուր առմամբ սա շրջան է, երբ ձեր կյանքում կարող են ակտիվանալ հոգևորությունը, ներսում խորանալու ցանկությունը և մեկուսացման թեմաները։ 12-րդ տունը նաև կապված է բժշկության և բուժման հետ, թե էներգետիկ, թե ֆիզիկական։ Այս շրջանում կարող եք ավելի շատ հետաքրքրվել առողջությամբ, գնալ սանատորիաներ, բուժական ծրագրերի կամ անցնել բժշկական միջամտություններ, այդ թվում հնարավոր է նաև պլաստիկ վիրահատություններ։ Միայն այս տարի պետք է զգույշ լինել 2026 թվականին, որտեղ Վեներան է լինում հետադարձ։ Ընդհանրապես ձեզ կարող է սկսել գրավել բուժման, վերականգնման և բժշկության թեման։ Սակայն ամենակարևորը 12-րդ տունը նախապատրաստման փուլի տունն է։ Առաջիկա 2 տարիներին, քանի դեռ խավարումները տեղի ունենում այս տանը, ձեր կյանքում կընթանա մաքրման գործընթաց։ Դուք աստիճանաբար կազատվեք այն ամենից, ինչը այլևս պետք չէ։ Հին վախերից, էմոցիոնալ տրավմաներից,
ավելորդ ծանրությունից և նույնիսկ որոշ մարդկանցից ձեր շրջապատում։ Սա նաև թեթևացման շրջան է, կարող եք ֆիզիկապես ավելի թեթև դառնալ, նույնիսկ նիհարել։ Այս ամենը տեղի ունենում այն պատճառով, այն նպատակով, որ 2 տարի անց դուք մտնեք հաջորդ փուլ, արդեն թարմացած, նորացված և ներքուստ մաքրված վիճակում։ Այդ ժամանակ դուք ավելի հստակ կզգաք ձեզ, կիմանաք ձեր նպատակը, ձեր ուղղությունը և այն, ինչ իրականում ցանկանում եք անել այս կյանքում։ Դրա համար պետք է անցնել 12-րդ ամփուլով։ Սա կարելի է պատկերացնել որպես մի տեսակ նախաձեռնություն կամ ներքին փորձություն։ Այդ շրջանում կարող է ուժեղանալ կապը նախնիների, անցյալի և ներքին հիշողությունների հետ։ Նույնիսկ եթե դուք դա գիտակցաբար չզգաք, ձեր կյանքում կարող են տեղի ունենալ նմանատիպ նշանակալից իրադարձություններ, ինչ-որ մարդիկ կարող են անցյալից գալ։ Նա ինչ-որ մեկին, ում որ ճանաչել եք, օրինակ նախկինում և բաժանվել եք ինչ-որ ձևով։ Այս խավարումը կառավարում են Սատուրնը և Ուրանը, և երկու մոլորակներն էլ փոխում են իրենց նշանները։ Սատուրնը խավարումից մի քանի օր առաջ փոխում է նշանը և դուրս է գալիս ձեր նշանից, անպայման կարող եք նայել այդ տեսանյութը կլինի։ Նա այնտեղ եղել է մոտ 3 տարի։ Սատուրնը առաջին տանը սովորաբար դժվար զգացողություն է տալիս, որովհետև այն կապված է սահմանափակումների, պարտականությունների և մեծ պատասխանատվության հետ։ Այժմ ծանր շրջանը ավարտվում է։ Դուք կարող եք բառացիորեն թեթև շունչ քաշել, կարծես երկար ժամանակ ինչ-որ ծանր բեռ եք կրել և հիմա վերջապես ազատվում եք դրանից։ Կյանքը կսկսի զգալիորեն ավելի հեշտ ընթանալ։ Միևնույն ժամանակ Սատուրնը մտնում է ձեր երկրորդ տուն, որը կապված է ֆինանսների և գումարի հետ, և այնտեղ կմնա մոտ 2 տարի։ Երբ Սատուրնը անցնում է երկրորդ ամիջով, դա սովորաբար կապված է ֆինանսների և պատասխանատվության հետ։ Սատուրնը օգնում է ձեզ դառնալ ավելի պատասխանատու, մեծանալ ֆինանսական ոլորտում, սովորեցնում է, թե ինչպես կառավարել գումարը, մտածել, ուր ներդնել, ինչպես օգտագործել և տնօրինել։ Մյուս կողմից Ուրանն է մտնում ձեր 4-րդ տուն մոտ 7 տարով, որը կապված է բնակության վայրի հետ։ Ուրանը բերում է փոփոխություններ և անակնկալներ, դա կարող է լինել տեղափոխություն կամ բնակության փոփոխություն, քաղաքացիության կամ անձնագրի փոփոխություն, նույնիսկ էմիգրացիա։ Նոր համատեղ բնակություն ինչ-որ մեկի հետ կամ ժամանակավոր բնակարան։ Կամ կորոշեք ապրել մեկուսացված վայրում, օրինակ կղզիում մի քանի տարի։ Ուրանը փոփոխությունների մոլորակն է։ Այդ փոփոխությունները կարող են լինել անսպասելի և նույնիսկ զարմանալի։ Ուրանը նման է կայծակի հարվածի, մի բան, որը դուք ընդհանրապես չէիք նախատեսել, հանկարծակի տեղի կարող է ունենալ։ Օրինակ, հանկարծ կարող եք ստանալ բնակարան ժառանգությամբ, կամ ձեզ կարող են տեղափոխել այլ աշխատանքի, այլ քաղաք և նույնիսկ բնակարան տրամադրել։ Կամ հակառակը, դուք չէիք պատրաստվում տեղափոխվել, բայց ձեզ ասում են, որ տունը կամ բնակարանը վաճառվում է, և դուք ստիպված եք լինում փոխել բնակության վայրը։ Այս ամենը կարող է հանկարծակի լինել, բայց կարևոր է հասկանալ, որ Ուրանը ազատության մոլորակ է։ Այս փոփոխությունները չեն գալիս ձեզ սահմանափակելու համար։ Ընդհակառակը, այն թեմաները, որտեղ դուք ձեզ ճնշված կամ փակ եք զգացել, հիմա սկսում են թուլանալ և հեռանալ։ Քանի որ խավարումը տեղի ունենում 12-րդ տանը, դա ուժեղ է ազդում ձեր ներքին վիճակի վրա։ Դուք կարող եք զգալ, որ ներսից ավելի ազատ եք դառնում, կարծես ավելի հեշտ եք շնչում։ Միևնույն ժամանակ փոխվում է նաև ում հետ եք ապրում, որտեղ եք ապրում կամ ընդհանուր ընտանեկան իրավիճակը։ 4-րդ տունը կապված է ընտանիքի և ծնողների հետ, հատկապես մոր։ Այստեղ կարող են լինել անսպասելի փոփոխություններ, օրինակ մայրը կարող է հանկարծ ամուսնանալ կամ որոշել տեղափոխվել, նույնիսկ արտագաղթել։ Հնարավոր է նաև, որ ամբողջ ընտանիքով տեղափոխվեք այլ վայր։ Միաժամանակ փոփոխություններ են լինում նաև ֆինանսների մեջ։ Երկրորդ տունը, որտեղ հիմա մտնում է Սատուրնը, կապված է ոչ միայն գումարի, այլ նաև արժեքների և ինքնագնահատականի հետ։ Սատուրնը կսովորեցնի ձեզ հասկանալ ինչ արժեք դուք, ինչ տաղանդներ ունեք և ինչի եք իրականում արժանի։ Այն ձեզ բերում է ներքին կայունություն, անվտանգության զգացման և սեփական արժեքի գիտակցման։ Այս խավարումները բացում են 2 տարվա մի ամբողջ շրջան, որի ընթացքում դուք աստիճանաբար բացվելու եք։ Եթե նախկինում ավելի փակ էիք, չէիք սիրում երևալ, խոսել ձեր մասին, ապա հիմա կյանքը
ձեզ կլուսավորի։ Խավարումները կարծես ասում են. դուրս եկեք լույսի տակ, խոսեք ձեր մասին, ցույց տվեք ձեր տաղանդները եւ հավատացեք ձեր արժեքին։ Եվ հենց դա էլ կբերի ֆինանսական աճ եւ հնարավորություններ։ Ահա այսպիսի հետաքրքիր ու կարևոր խավարում է մեզ բոլորիս համար։ Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս 2 տարիների ընթացքում։